որ Անի Խաչիկյանն էր քեզ ավելի հարմար, ավելի տաք, ավելի քոնը։ Կյանքը կռիվը թերևս այն աշխատանքն է, որը ես առանձնացնում եմ միանշանակ։ Կյանքի համար չկա ուրիշ լուծում, քան ուղղակի այն ապրելը։ Այնպիսի անուններ ու այնպիսի ռեժիսորներ, որ ինձ հստացին լուրջ ու տեսնում ես ինչպես են նրանք իրար հետ զրուցում, ինչպես են սուրճը խմում, ոսկե ծիրանն է ինձ սարքել են, ինչ-որ սարքել է։ Ֆիլմը մնաց, ասեկոսները մնացին իմ եւ Սոսի հետ կապված։ Ինչ եմ լսել։ Որովհետեւ այդ շրջանում եւ ինձ մոտ եւ Սոսի մոտ նույն անցումային փուլներ։ Երբ որ ես 19 տարեկան էի, պապան ողբորս առաջին անգամ տարավ Արագած, մի 200 մետր քայլեցի ու տապալվեցի։ Պապան գլխիս կանգնեց, ասաց վեր կաց։ Сейчас либо она пойдет дальше, либо сдохнет։ Կյանքում էլ է Ու ես կանգնեցի ու ես բարձրացա։ Խոստում բարձրանալիս ով հղի վերջին օրական հղի բարձրանում լեռ։ Դե իմ ամբողջ զրույցյան շրջանն է այդպես անցել։ Այդ ներկայացումները ինձ շնչել են տալիս, ինձ ապրեցնում են։ Թատրոնում դու տալիս ես էմոցիա ու եթե անգամ սխալվում ես, այդ էմոցիա տանկեղծ է ու հասնում է, հա։ Պետք է բռնես երջանկության ձեռքը այնքան որքան կարող ես, այնքան որքան ուժդ կպատի։ Այսօր նկարում ենք ամենականաչաչյա, բնական, բնության սիրահար, մեր շատ սիրելի դերասանուհի եւ պարզապես մարդ Անի Խաչիկյանին, որովհետեւ կամրջում ենք նայեք էլի ինչ գեղեցկություն է գալիս։ Խաչիկյան! Ինչ էիր պատմում ինձ, ինչ էիր ասում։ Բարի գալուս։ Ես նոր եմ լվացել, թացա, պետքա տակ պահենք։ Դու երեխա մայր ես, մենք ես պետք է տակ պահենք։ Այսօր մենք Խաչիկյան Անիս հետ ենք կամրջում իր անցած ուղին, որը դեռ այնքան սիրուն պահեր ու բարձունքներ է ունենալու ու վերելքներ, որ չեք պատկերացնում։ Ինչով ես ասում։ Այո, ես հավատում եմ։ Ես միշտ հավատում եմ մարդու փայլուն պայծառ աստղին։ Եվ ամենատարօրինակ բանը ի՞նչն է։ Մի վայրկյանով հանիր էլի ակնոց հետ։ Անհայտ կանաչաչայ ենք, այո։ Անհայտ բաժանորդը ֆիլմի ժամանակ Անին ասում է դու գիտեք, որ աշխարհում շատ քիչ տոկոս կազմում են կանաչաչյա մարդիկ եւ հիմա մենք այդ քիչ տոկոսի մեջ ենք, ժողովուրդ ջան, մեզ լավ նայեք։ Ես, դու եւ Սոսը, եթե չեմ սխալվում, նայել է կանաչ։ Մի քիչ ավելի խաժային է դրա հայտնվել ենք նույն վայրում այդ քիչ 2%-ով։ Այո։ Հեռախոսները բոլորս դնում ենք սեղանին ու ամեն ինչ բարձրաձայն կարդում ենք ու լսում։ Դե մենք իրարից գաղտնիք չունենք, չէ՞։ Եթե չկարող։ Հավես խաղ։ Salute։ Ուզում եմ քեզ գզեմ։ Ասո՞վ։ Ոնց ես, Անի ջան։ Շատ լավ։ Չգիտեմ երբ է գնալու քո YouTube-յան ալիքով այս հաղորդումը, բայց մենք այսօր արթնացանք տոնելով այն, որ Անորա ֆիլմը, որտեղ որ մեր սիրելի հայրենակիցները ներգրաված են, տարավ 5 Օսկար։ Պատմական։ And the Oscar goes to? Are they playing us off? No. Well, maybe. Anora. Nominated for 6 Academy Awards, Anora has won 5 Oscars tonight for original screenplay, film editing, directing, actress in a leading role, and best picture. Շատ առավոտ է։ Ու ես սրտանց ուրախ եմ Վաչե Թովմասյանի համար, ես շատ ուրախ եմ Կարեն Կարագուլյանի համար, շատ ուրախ եմ նաև հենց ռեժիսորի Շոն Բեյքերի համար, որովհետև մարդը տաղանդաշատ մարդ է, գործ է արել։ Ես ասեմ իհարկե այս ֆիլմի հետ կապված հայերի վերաբերմունքն ու գնահատականը տարբեր է արի ասենք, ծանր չի, այդքան ինչքան տարբեր է, ծանր էլ կա, մարդկային էլ կա, շատ հիացական էլ կա։ Լսի, մենք անընդհատ ուզում ենք մի անհատ հայի ուսերին դնել ամբողջ ազգային արժեքի ներկայացման բեռը։ Փոքր ազգի կոմպլեքսը։ Կարծում ես։ Դե հա։ Մենք ուզում ենք, որ այն մեկը ով մեզնից դուրս եկավ, գնաց հասավ ինչ-որ տեղ մեզ բոլորիս իր հետ տենց լավ տեղեր, սիրուն ներկայացնի, որ մեր մասին իմանան։ Դա շատ բնական է եւ շատ նորմալ է եւ շատ անկեղծ ու ազնիվ ցանկություն է, բայց պետք է մեկ-մեկ այդ առողջ դատողությունը պահպանել, որ մարդկանց հերվից հերու sense չքարկոծես անիմաստ տեղ, էլի։ Նայր, հետաքրքիր է, որ
տարբեր մեկնաբանություններ կարդացի ու շնորհակալ եմ, որ այս թեման հիմա բացեցիր։ Ես դեռ ֆիլմը չեմ հասցրել նայել եմ դրվագային, բայց ինձ համար ամենահետաքրքիր մասն է, որ հայոց լեզուն, հայերեն լեքսիկոնը, անկախ նրանից շատ կենցաղային է, թե պակաս կա, հա, հնչել է։ Շատ ակտիվ։ Եվ ինձ համար այսքան տարի անց միևնույնն է հուզիչ է որևէ յան ազգանունի ներկայությունը լուրջ պրոյեկտներում։ Հա, Ես տեսել եմ ֆիլմը, իդեպ միայն մեր հայ դերասաններն էին, որոնք որ ֆիլմում խոսում էին 3 լեզվով. ռուսերեն, անգլերեն եւ հայերեն։ Այո, դրանք միակն էին։ Լավ, անորայից անցում կատարեմ այս շենքին, որը եւս անցում կատարվեց մեր կողմից։ Կինո Մոսկվա։ Այո։ Հապա։ Ինչու այս շենքը։ Հա, որովհետեւ ես կամուրջներին այդ պասի ասենք եմ մարդկանց։ Միշտ հարցնում եմ հյուրերիս, կամուրջները հյուրերիս մասին է, չէ՞։ Եվ ասում եմ, որ տարածքն եք սիրում, որ հատվածն եք սիրում, ու միշտ մարդիկ ընտրում են իրենց հարազատ ու թանկ մասերը։ Հիմա մենք գտնվում ենք Կինո Մոսկվայի, այս արդեն հետևի բակում, ամառային դահլիճի մոտ։ Եվ այսպես շարունակելու ենք Աբովյանով ընթանալ առաջ։ Սա այն ճանապարհն է, որը որ կապում էր Կինո Մոսկվան եւ Մոսկովյան ոսկեծիրանի գլխավոր գրասենյակի հատվածը, եւ ես 2 շաբաթ ամառվա իմ օրերից 2 շաբաթը այս ճանապարհի վրա էի անցկացնում։ Որ թվականին։ 2011, 12, 13 եւ 14։ Երբ որ դու աշխատում էիր ոսկեծիրանի հետ եւ համար։ Ես կամավորական, այո։ Հետո փոքրիկ աշխատավարձ էլ նաեւ ունեցա ինչ որ վերջին 2 տարում, որովհետեւ լուսանկարում էի ասուլիսները։ Եվ երբ որ այդ հարցը ասենց զրնգուն լավ, ինչ հասցե ունեմ այս քաղաքում։ Ինստիտուտը դե լավ հասկանալի է։ Թատրոն ես ոչ միտեղ երկարաժամկետ չեմ լինում։ Առհասարակ ես ոչ միտեղ երկարաժամկետ չեմ լինում։ Որն է այն հասցեն, որտեղ որ ես թրծվել եմ։ Ու եկավ այս Կինո Մոսկվա, Golden Tulip հյուրանոց, որտեղ որ ասուլիսներն էին տեղի ունենում եւ դեպի Մոսկովյան տանող ճանապարհը, որտեղ որ ես ծանոթացել եմ հեղինակային կինոյին։ Իհարկե դպրոցում կինոգիտական բաժնում սովորելով էլի ծանոթացել եմ, բայց ավելի այսպես կենթանի կինոն հասկանալը, տեսնելը ռեժիսորներին։ Ու այդպես գալիս ես ու հայտնվում ես մի իրականության մեջ, որը որ իրական հեքիաթի է նմանվում, որտեղ որ գալիս են Կիմ Կի-դուկ, Տոնինո Գուերո, Շարլ Ազնավուրին ես տեսնում այսպես կողքից անձներից։ Բայց վախենում ես մոտենաս, ասես կարելի է նկարվել ու չանհանգստացնելու համար ամաչում ես Փելեշյանին ես տեսնում ես Ատոմ Էգոյանին, տեսնում ես Սարանովսկուն։ Մի խոսքով, այնպիսի անուններ ու այնպիսի ռեժիսորներ, ես մեզ հստակ լուրջ ու տեսնում ես ինչպես են նրանք իրար հետ զրուցում, ժպտում, խոսում, ինչ-որ բաներ քննարկում, ինչպես են անցնում, ինչպես են արձագանքում նկարվել չնկարվելուն, ինչպես են սուրճը խմում, ավելի ծանր թունդ ումպելիքներ ինչպես են կոնծում։ Մի խոսքով, այդ այնքան հեքիաթային էր ու այդ ինձ թրծել է։ Ես հիմա եմ հասկանում, որ այո, էլի ինստիտուտը, թատերականը, այո, էլի կինոգիտական բաժինը, բայց ոսկեծիրանն է ինձ սարքել են, ինչ-որ սարքել է։ Ու երբ որ այն հարցը, որ հաճախ ասում եմ, բայց դու ո՞նց եղար ես, որ սենց ես, էլի իսկական ես մի տեսակ։ Հիմա հասկանում եմ, որտեվ ես այնպիսի մեծությունների մեջ էի, սենց մանր հատիկ, չգիտեմ, կամավորություն անող, ինչ-որ մի հատ բեյջ էի ստանում, ուրախանում էի, որ այդ բեյջով մի քանի դուր ավել կարող եմ մտնել, մի քանի կինոթատրոն ավել կարող եմ մտնել, ֆիլմեր կարող եմ նայել։ Ես այդ մեծ մարդկանց մեջ չէի կարող ուրիշ ձևի լինել, ուրիշ բան դառնալ։ Քո բոլոր նշած անձիկ բացառությամբ թերևս Ազնավուրի, մի քիչ մասամբ Ատոմ Էգոյանի, սովորաբար նրանք ստեղծում են այդ ալտեր իրականությունը, ստեղծում են կադրից դուրս։ Եվ դու նրանց հետ աշխատելով դու էլ ես ձևավորվում որպես մարդ, ով ապրում է, աշխատում է եւ ամեն ինչին հետևում է ու դիտարկում է կադրից դուրս։ Տեսախցիկից այն կողմ։ Բայց վերջին տարիներին ու տևական ժամանակ դու հայտնվել ես տեսախցիկներից այս կողմ եւ այս կողմում պատկերը եւ կյանքը շատ տարբեր են։ Հիմա որ Անի Խաչիկյանն էր քեզ ավելի հարմար, ավելի տաք, ավելի քոնը։ Եթե ես հայտնվեի
այ նման ռեժիսորների կադրից ներսում միանշանակ կասեի, որ այդ տեղը ավելի հարմար։ Բայց ես այդպիսի ֆիլմերում չեմ նկարվել եւ չեմ նկարվում եւ հուսամ, որ կնկարվեմ դեռ։ Սա բոլորովին նրա մասին չէ, որ թերագնահատում եմ կամ արժեզրկում եմ մեր ռեժիսորներին։ Իսկապես էլի այդ անշնորհակալ տպավորությունը չլինի։ Բայց որ ֆիլմերում եմ նկարվել։ Իսկապես էլի, ինչի մասին են դրանք եղել, ինչքան են դրանք եւ բովանդակային եւ կադրային այնպիսի արժեք եւ ինձ որպես դերասան այնպիսի հնարավորություններ տվել, որ ես ասեմ հա, այ կադրում ես ավելի շատ եմ շնչում ու իմ թրիչքը ավելի բարձր էր։ Ես այնտեղ կադրից դուրս ավելի լիարժեք եմ երևի ինձ զգացել, ավելի իսկական, որովհետև ոչ մի կեղծ բան չկար այդ ամեն ինչի մեջ։ Ոչ մի թվայցյալ վայ մենք լուրջ գործով ենք զբաղվում չկար։ Աննան Արարատի ֆոնին սրա մեջ ինչ-որ տխուր սիմվոլիզմ կա։ Աննա ջան, քուրս Գոդ թույլտվությամբ ուզում եմ այսօր խմեմ իմ ընկերների կենացը։ Մենք մի ամբողջ կյանք ապրում ենք կռիվ ու կյանքի մեջ։ Կամ կյանք ու կռվի մեջ։ Այդ ֆիլմը անկախ որևէ մեկի վերաբերմունքից փոթորկում է դիտողի հոգին։ Գուցե չունի աշխարհի մրցանակները, բայց ունի շատ սիրուն ընթացք։ Եվ հետաքրքիր է քո կյանքում այն ինչպես հայտնվեց, ինչ փոխեց քո մեջ եւ քո նկարագրի ու ճակատագրի մեջ։ Կյանք ու կռիվը թերևս այն աշխատանքն է, որը ես առանձնացնում եմ միանշանակ։ Նախ ինքը բեկումն այն էր, որովհետեւ եթե մինչ այդ ես նկարահանվում էի որպես դերասանուհի, որովհետեւ այդպես էր ստացվել եւ ես գումար էի աշխատում, որովհետեւ ինձ պետք էր ինստիտուտի վարձ տալ, հետո օգնել ծնողներին եւ այլն, ապա կյանքի կռվից հետո ես հասկացա, որ վաու, ես կարողանում եմ ու սա անհավանական սիրուն աշխարհ է ու ես ուզում եմ շարունակել ու ավելի ու ավելի ու ավելի։ Այդ իմաստով էր նախ բեկումնային։ Եվ ինքը շատ որ ասում են կինոշնի էր էլի ամբողջ process-ը։ Սովորական այդպես նկարահանումներ չէին։ Այսինքն հիացած աչքերով գնում էի նկարահանման հրապարակ, ամեն վայրկյան հաճույք էի ապրում։ Եվ իհարկե կյանք ու կռիվը հիմա այս պահին իմ համար ցավոտ կետերից է։ Ինչի՞։ Որովհետև ուրիշ իրականությունում նկարվում Եվ որովհետև ուրիշ իրականությունն է, եւ որովհետև հա ինքը մի տեսակ ֆիլմներ էլի կորցրեց իր նշանակությունը, արժեքը, ասենց շատ ցավագին է այդ իրականությունների զուգահեռները։ Եվ մյուս կողմից, որովհետև արդեն անցել է 9 տարի համարյա, ու դրանից հետո ես չեմ արել այնպիսի մի աշխատանք, որ ասեմ, ահա Այսինքն եղել է ամեն ինչ նորից նույն կլիշեների, նույն շտամպերի, նույն քառակուսիների շրջանակներում։ Ես չեմ ապրել նորից այդ դերասանական հաճույքը, որը որ այնտեղ կարողացել եմ ապրել։ Կամ գուցե դա առաջինն էր եւ ավելի հիշվող էր։ Այդ որ կլիշեների մասին ես խոսում, որտեղ ուզում եմ հասկանալ ու հա ու բարձաբան ենք էլի։ Տես գեղեցիկ լինելը հա իրականության մեջ հատկապես։ Այսինքն որ նկատի ունես դու գեղեցիկ ես, քեզ չէին ընկալում լուրջ։ Ունենալ ինչ-որ արտաքին, ինչ-որ գույներ, դերասանուհու համար մասնավորապես եւ մեր իրականության մեջ, նշանակում է հստակ հերոսուհիների, հստակ կերպարների մեջ քեզ տեսնել եւ չտալ հնարավորություն, որ դու փորձառես այլ բան։ Ես լավագույնը կարողացա անեմ որպես հերոսուհու կերպար կյանք ու կռվում, դե իմ դերակատարմամբ, բայց դրանից հետո ինձ պետք էր նոր մի բան։ Ու չեղավ այդ նոր մի բանը, ինչև այսօր։
Չեղա, որովհետև չկային ռեժիսորները առաջարկող, թե որովհետև չկարողացան տեսնել քեզ դրանից դուրս, այլ տիպարի մեջ։ Ես հասկանում եմ, որ դա երկուստեք ձևավորված խնդիր է, որովհետև գուցե ես էլ ինձ չեմ առաջադրել այդպես ինչ որ համարցակ ֆոտոշութեր չեմ հրապարակել իրար հետևից կամ ինչ որ մի բան, որ հայտ կներկայացնել, որ ինձ դիտարկեք նաև այսպեսին։ Ինչպեսին, ասենք կաբարեի պերսոնաժ, որպես ամեն ձևին, կինվամ, ցանկացած մի բան, բայց ինչ որ գույնով, ինչ որ տեսակով, ինչ որ բնավորությամբ, տարբերվող քեզնից։ եւ շատ ավելի ինձ նման։ Լավ բան ես ասում, է տեսակ մենք բացահայտենք։ Մի քիչ ավելի ինձ նման գոնե։ Նայան, ես չգիտեմ դու դա վերագրում ես բաց գույներին ու քո շատ սիրուն կանաչ երևույթ հանդիսացող աչուկներին։ Ես baby face ունեմ եւ ես դա գիտակցում եմ։ Այդ շատ լավ բան է, հասնես 40 կհասկանաս։ Միակ բանն է, որ ինձ մխիթարում է։ Ոայ աստվածի մարդուց սրտից ժպիտը սարճում է։ Անիս, նայր, եթե քեզ կսփոփի իմ խոսքը, ես ասեմ, կարծրատիպային մտածողություն ունեն աշխարհում բոլորը, առանց խտրականության, իրապես բոլորը։ Եվ դերասանուհիների կամ դերասանների նկատմամբ խտրական վերաբերմունք էլի ունեն բոլոր հնարավոր կինո աշխարհներում կամ թատերական աշխարհներում։ Հիմա եթե մենք նայենք նույն Դասթին Հոֆմանը տարիների վեր ուզում էր խաղալ հերոս սիրահարի կերպար եւ նրան դա չէր տրվում, որովհետեւ համարում են, որ նա ուրիշ տիպի դերասան է։ Եվ ասենք նույն Դիկապրիոն էլ ուզում էր խաղալ լուրջ ու ծանր ու ողբերգական դեր, հա, որը էլի իրեն չէր տրվում, քո ասած արտաքինը խանգարում էր։ Կամ Ջոլին ինչքան խորը հոգեբանական ֆիլմ ունի, մեկը մեկից անհաջող ֆիլմեր են իրականում, ու Դեմի Մուրն էլ չգիտեմ ինչու է նեղված, որ իրեն համարում են պոպկորնային դերասանուհի, որովհետև նա եղել է շշմելու աշխատող տաղանդավորագույն դերասանուհի հիմա։ Ոնց են ասել, չգիտեմ։ Այս ամբողջը ինչու եմ ասում, որ մեր հայկական իրականության մեջ այսօր ֆիլմ արտադրությունը ամենամեծ ծաղկունքը չի ապրում։ Եվ այս առումով ունենք այն ինչ ունենք։ Անուլին չես սիրում ուտել առավոտները։ Սիրում եմ քնել առավոտները, նախընտրում եմ քնել եւ չուտել։ Բայց դու երկօրյակ ես, երկօրյակները սովորաբար շուտ արթնացող են։ Ես ունեմ երևի թե քնի խանգարում կամ ինչ որ այլ հոգեբանական մի դիագնոզ, որ բարբերաբար հատկապես հիմա սոցիալական մեդիայի դարում ամեն շաբաթում եք նոր բան եմ հայտնաբերում ես։ Ես ունեմ փաստորեն ADHD։ Հա, բոլոր սիմպտոմները համընկնում են։ Այդ բոլորը սանցել են ես ունեմ բիպոլյար խանգարում։ Հա, լավ, դրա համար է։ Այդ լավն է։ Ես շիզոֆրենիա էլ կունենամ հասնում։ Չէ, աստված չանի, բայց հա։ Բայց չգիտեմ, ունեմ ամեն դեպքում դժվար արթնանալու խնդիր, անկախ նրանից, որ ուղիղ եթեր եմ վարում, անկախ նրանից, որ արդեն տղաս դպրոցա գնում ու իրան պետք է ճանապարհեմ։ Շուտ արթնանաս։ Առավոտյան արթնանալը ինձ համար ջանք։ Ինձ ասա, երբ որ որդի Տեսլան պետք է գնա դպրոց, ով է նրան տանում։ Ես, բայց տանելը շատ բարձր է ասված, որովհետև իջեցնում եմ պարզապես դեպի Մայթ, Չարենց փողոց, այնտեղից տրանսպորտը գալիս է վերցնում եմ իրենց դպրոցի։ Հա, ինչ լավ։ Դա Բլեյան դպրոցն է գնում։ Հա, գնում է հիմա Մխիթար Սեբաստացի կրթամալի։ Ես չգիտեի, ինչ հաճելի է։ Ախր մեծացավ է Տեսլան։ Քանի կար մանկապարտեզ էր գնում։ Քանի կար մի մատ երեխա էր։ Քանի կար նոր էր ծնվել։ Հատիկ էր ուտում։ Ոնց մեծացան արագ։ Ես էլ մեկ-մեկ sense նայում եմ իր նկարները, փոքր ժամանակվա վիդեոները։ Բայց ախր հիմա դու իմ փոքր աղբոր տեսքը ունես, էլ չեմ հասկանում դու իմ ինչն ես։ Գոնե այն ժամանակ փուճուր էիր գրկում էի։ Մեծանա կդառնա քո ընկերը վերջնական։ Բարև Տեսլա, բարև այդ տղա դու ոնց ես միծացել կյանքս։ Դու ինչ չես հիշում։ Ասա հա։ Բայց ամել ենթացում։ Ոյ, կոտում փախալման։ Չէ, փակա դուրը։ Կամուրջները հենց հիմա մի քիչ համի ուժյան են։ Բայց մենք Ըստ էս լայ վիտամիններն են, մենք այնտեղ մեր սալատը կուտենք։ հիմա չուտեմ ես սրանից։ Չէ, դու տեսնեմ։ Լավ։ Չէ, իրականում։ Մի հատ բան, մի հատ գազար պիտի ուտեի, գիտես, հենց նո։ Արի, Տեսլա, արի, հələ տես ինչեր է պատրաստել։ Ուր ես նստում։ Արի, այստեղ նստի Սիրիուսի կողքը, ես կգնամ այնտեղ։ Արի, Տեսլաս, արի։
Ինչ ես դառնալու դե ասա։ Ճարտարապետ։ Էդ ինչ լուրջ բան ես որոշել։ Այդ հա, շատ լուրջ բան է։ Իսկ ինչ ես որոշել անես, երբ որ ճարտարապետ դառնաս։ Շենքը կառուցել։ Շենքեր, բարձրահարկ թե ցածրահարկ։ Բացարա։ Ինձ տուն կտաս այդ շենքում։ Ապրես, որ սիրուն տեսարան լինի, արևը սենց մայր մտնի ու ես նայեմ երեկոները։ Իսկ կամուրջներ տեսնա։ Կամուրջն լիքը։ Կամուրջները գիտես ինչ դժվար է կառուցել։ Ինչ։ Շատ։ Բայց շատ սիրուն բան է ու օգտակար կամուրջները։ Մենք ուտելու ենք Անի սարքած դդումով ապուրը։ Այս սառնարան դու էլ բրուսում ես եղել։ Այո, բայց չեմ բարձրացել մինչև գագաթը, ճոպանուղիով ինչքան բարձրացել եմ այդքանը։ Որովհետև եթե բարձրանայիր, մենք այսօր չէինք ունենա այս զրույցը։ Չէ, ունենայինք, գլխակեր սառնա։ Բայց Էլբրուս իհարկե չի կարելի բարձրանալ նոյեմբերի մի րոպե կյանքս էլ կներես։ Իսկ մենք գնացինք նոյեմբերի Տեսլայի ծննդյան կապակցությամբ որոշել ենք ընկերներով այդպիսի ճամփորդություն կարճ անել, որը որ ավելի երկար եղավ, քան պետք էր, որովհետև այստեղից մինվոդի 1 ժամյա թռիչքը 5 ժամ հետո եղավ։ Այնպես։ Բայց այս սառնանի շատ հետաքրքիր բանիկներ կան։ Ընթացքում կպատմեմ։ Դու ինձ պիտի պատմես հետո արդեն համի ուժի եթերում ոնց ես այս դդմով ապուրը այսքան համով պատրաստել։ Իր յուրահատկությունը մի հատ փորձի ինձ ասա։ Ընտիր ա երեխեք, մի բան ասեմ, ընտիր։ Չեմ գովում։ Իսկականից համեղ է։ Իր ֆիշկեն դա Ռեհանն է, չորացրած։ Օ, ես էլ զգում եմ, որ հարազատ համ կա, բայց չի հասկանում։ Որ այդ դդմային այդ քաղցրությունը, որը որ ես չեմ սիրում տաքուտեսների մեջ քաղցր համը, ինքը կոտրում է այդ Ռեհանի այդ դառնությամբ իրա ու դառնում է ճիշտ ճաշ։ Այս նիհար երեխուն նայեք, որ հացերը փրթեց ճաշի մեջ, որ ուտի։ Բաբույն։ Դուք տենց չեք անում։ Անի, Ներսեսի անունը տվեցիր եւ հետաքրքիր է, որ վերջին этаպում շատ հաճախ եք միասին խաղում, միմյանց հետ տարբեր նախագծերում մասնակցում։ Իդեպ, այն որ ես ասում եմ որպես դերասանուհի ամեն դեպքում, ցենց, չգիտեմ, այդ թռիչքը, այդ թևերը, լայնարձակ եւ այլն, դա չի վերաբերվում ներկայացումներին, որովհետև ներկայացումների մեջ հատկապես այն այդ ներկայացումները, որ ես ու Ներսեսը միասին ենք, դա Օսկարը եւ Վարդագույն տիկինը տիկնիկային թատրոնում եւ 3 ընկերը դրամատիկականում։ Այդ ներկայացումները ինձ շնչել են տալիս, ինձ ապրեցնում են, իմ թթվածինն են եւ ոչ միայն իմ դերակատարմամբ եւ իմ կատարած աշխատանքով, այլ ընդհանուր բովանդակությամբ։ Ու Օսկարը ու Վարդագույն տիկինը ներկայացումը դարձավ պատճառ առիթ, որ ես գտնեմ իմ երկու հարազատ հոգի ընկերներին 2021 թվականի պատերազմի հաջորդ տարի։ Մեկը Ներսեսն էր, մեկը Ներսեսը, մյուսը Մինասը Ասրյան։ Ու այդպես ու շնորհակալ եմ այդ բեմադրողը բախտին Սամսոնը Մովսիսյան։ Շնորհակալ եմ այդ բախտին, այդ պատահականությանը, որովհետև գտել եմ հոգուս մարդկանց։ Վերջին տարիներին նաև հոգուս մարդկանց շարքը համալրել է Համլետը Արաքելյան, ով այստեղ դասախոսում է։ Մարդկա չի սովորել, մարդկա դասախոսում է։ Ես այսօր Համլետի հետ քո թեմայով խոսում էի, ասում եմ, ինչ է Խաչիկյան Անին քեզ համար որպես երևույթ։ Ասում է Անին ասում է, ես այնքան շնորհակալ եմ իմ մասնագիտությանն ուղղում, որ ասում է մենք իրար գտանք ու գտանք ասում է հանրայինում։ Քանի տարի եք միասին վարել։ Շատ չէ, 2 տարի։ Ընդ որում դրանից առաջ մենք շատ հեռակա իրար գիտեինք ու ամենաշատը բարև էինք միջանցքում, այնպես չի որ ինչ-որ հարազատություն կար։ Բայց հա, ուղիղ եթերում աշխատելով տաղավարում մենք ընթացքում հասկացանք, որ մենք ուղղակի գործընկերներ չենք, ինչ որ ուրիշ ընդհանուր բան կա, մարդկային կապող, գաղափարական, հուզական, էության։ Այդպես մնաց։ Ինքը հիմա իհարկե հանրայինում չի, ավելի ճիշտ առավոտ լուսոյում, բայց ընկերությունը մնացել է։
Գիտես, կա գործընկերային ընկերություն, որը երբ գործը դադարում է գոյություն ունենալուց, եւ կա գործընկերայինից հարազատ ընկերականի վերածված գործունեություն։ Եվ ես ենթադրում եմ, որ Համլետի հետ ձեր տանդեմը այդպիսին է։ Այո, մենք 2 շաբաթ մեկ ամենաուշը հանդիպումներ ենք ունենում, հասկանալու թե ինչ նորություններ կան, ինչն է փոփոխվել, ինչն է մնացել։ Ամփոփումներ են անում։ Մենք ավետի հետ ենք այդանում սովորաբար, զանգում ենք իրար, տղա ջան, ասում եմ, արի ամփոփենք, հասկանանք ինչ է տեղի ունենում երկրում։ Մենք փորձում ենք երկրին այդքան չմոտենալ, որովհետև դեռ մենք էլ չենք հասկանում։ Շատ բաներ։ Այնպես չի, որ մենք օյ ամեն բան հասկանում ենք։ Օй ներսեսնա։ Աստված իմ, ես բոլոր սոցիալական հարթակներում հնարավոր եւ անհնար տեղերում այնպես եմ արել, որ ոչ մի իրողություն համաշխարհային ներքաղաքական չիմանամ։ Ուղղակի չի փակ այն մոտ։ Մենք էլ նստում ենք ու ներսեսը տեսակ այսօր Թրամփն ու Զելենսկին։ Սիրում եմ ներսոին։ Հետո ներս։ Հələ լսեցի ինչ ասաց, ինչ ասա։ Ու գունավոր պատմում է, շատ գունավոր։ Ինչքան կարելի է, էլի ասեմ, հա, բայց էդի որտեղ ես կարդացել, ասեմ, հենա գրա վիդեոն եմ տեսել, հեսա նայ, ներս սկրինի չնայեմ, չեմ ուզում նայեմ, ասեմ, հա, չէ, բան, լավ, չեմ խոսում։ Նայր մի բան ասեմ, ներկա ժամանակակից մարդը, իհարկե որքան էլ ուզենա չնկատել ու չիմանալ, որովհետև դա էլ ընտրության հարց է, գիտես ոնց է գալիս այդ ինֆորմացիան ներխուժում քո կյանք, ընդ որում ավելի վատ, դու անպատրաստ ես այդ ինֆոն գալիս գլխիդ է ընկնում, ու վերջ։ Հա, իմ մոտ այդ ինֆոն ներսև է գալիս, որովհետև ինքը համաշխարհային ամբողջ անցուդարձին գիտես ոնց է հետևում, գիտես ինչ ֆանատիկորեն է հետևում, թե երբ եղան Ամերիկայի ընտրությունները, դեմոկրատները թե հանրապետականները, ում այդ քաղաքական ելույթը ինչպիսին էր, ով ինչ նկատի ուներ, ով ում ոնց պատասխան էր հասցնում այդ տղան։ Չգիտեմ։ Վաու, ներս, respect։ Հարգանքներս, չէ, բայց դե պիտի հասցնես այդ ամենին հետևել։ Անի, դու ընկերներիդ գունային էլ ես ընտրում, բոլորդ բացերի մեջ է, որում ինչ-որ դու ֆաշիստական հակումներ կան, չգիտեմ։ Ուրեմն Անի սեղանին, խոհանոցի, որ իր սիրած անկյունն է, դրած էր Նարեկացու Մատյան ողբերգության գիրքը, դրած էր Համլետ Առաքելյանի ինչ տխուր է, սակայն ու շշմելու բանաստեղծություններ կան, եւ այստեղ դե Ֆիլիպ Ռոթի Մեռնող կենդանին, տարբեր հետաքրքիր գրքեր։ Իմ ընկերների գրքերն են, Անուշ Քոչյանի նաեւ Վայրի խոտերն է, դե Համլետն է, արդեն ասացի Համլետը, որ իմ Լուսիկն է, Լուսիկներից մեկն է Համլետը։ Ու Լուսինն էլ էլի իմ ընկերներից ավ թարգմանել է Ֆիլիպ Ռոթին։ Ինչ սիրուն գործեր է։ Եվ որովհետև մենք այնքան չսիրեցինք իրար, որ պատմենք այնպես, ինչպես եղել է։ Եվ պատերազմներ շփոթեցինք մաս մեռնելու հետ։ Ու փամփուշտներ ծակեցինք։ Եվ որովհետև չհնչեց զանգը ոչ մահվան ժամին, ոչ էլ ապրումի։ Ես անկարողությունից սկսեցի երազներս պատմել։ Ինչ սիրուն է։ Սա ու ասացի, որ կամուրջից նետվողների տեսա, որովհետև վախեցա ուղիղ ասել, որ եղան օրեր, որոնք ինքնասպան եղան ու թողեցին երկտողեր, անհասկանալի։ Հետո երբ պատերազմը ի վերջո եղավ, ես տեսա մեկին, ով իսկապես երազներ էր պատմում, ու սարսափելի կատաղում էր, որ նահանջից հետո միայն այդտեղ է կրակում։ Անուշի մի հատ հանճարախտող կա, որը որ ես չգիտեմ այդ ոնց է ինքը այդ տողը իրական սա ամբողջությամբ վավերացում է պոեզիայի տեսքով պատերազմի որտեղ է հարմատներով Անուշ Լորեցիա այս երկու տողը որ ամբողջական բանաստեղծությունն է իհարկե բայց ասում եմ ես աստվածներ էի ծնում այդ գիշեր ու անհայր իմ ցավը Ես աստվածներ էի ծնում այդ գիշեր, ինձ թվում է մենք բոլորս էինք այդ գիշեր հնարավոր բոլոր եւ անհնար աստվածներին ծնում, բայց անհայր ու անհայրենիք ցավով։ Չգիտեմ, փառահեղ է իմ համար այն ինչ որ անում Անուշը տեքստով։ Բայց լսիր, ինչ ոնց է ասում, նախ պարտության գիշեր կամ խոստովանություն։ Ես աստվածներ էի ծնում այդ գիշեր ու անհայրենիք, անհայր իմ ցավը, որ փաթաթվել էր բարակ ուսերիդ, ասում էր
ջուրը չի մեռնում։ Դու եկել էիր ու Ֆորդը կանաչ վերածվել էր փափուկ բարձի, դանդաղ հետաձգելով, հետագծելով պատերազմը, բերելով դարձի ոսկորները մեզ։ Ըստ գիտես ինչ մարդիկ որ ոսկորներն, հա, նաև սա հենց իր վավերագրությունն է, որովհետև մինչև 25 նոյեմբերի, երբ որ վերջնականապես փակվեց ուղին, մենք կամավորների խմբով փորձում էինք հնարավոր եւ անհնարին այնտեղից բերել խաչքարերը եւ խաչքարեր եւ թանգարաններից, որոնք որ հասանելի էին ու ինչ հնարավոր էր այնտեղից բերել, Անուշը այդ խմբերից մեկում էր, որի համակարգման աշխատանքներում էի ես մասնակցում եւ Բեգոյան Վահանն այդտեղ ենք ծանոթացել իրար հետ ու այս Ֆորդը նեոնային լույսերը, կանաչ խաչերը, այդ ճանապարհի նկարագրությունն է, որ ինքը հետո գրեց, կարդացինք, ասում եմ, այս էլ գիշերվա պատումն է, էլի։ Մեր առջև լողացող սավաններ, չկերած ընթրիք, մատնահետքեր տարալուծված, ճերմակ խեղճ մի մեքենա, որ լողում է վերջին տախտակի պես, ու աքլորը, որ բախտ ունեցավ մնալու փրկյալ փայտի վրա, կեսգիշերին ահաբեկում է։ Լույսը չի Շատ սիրում։ Գիտես, հետաքրքիր է, չէ՞, մենք կարդում ենք ռեմարկ, դու խաղում ես հիմա ռեմարկ, կխոսենք դրանից, ու մեզ թվում էր, թե դա այնքան հեռավոր ինչ-որ մի բան էր ռեմարկը, բայց այդ նույն պատերազմի միջով անց տարբեր, բայց էլի նույն ցավերով ու կորուստներով ու կորուսյալ սերունդը անցյալ օր նայում էի արցախցի մի կնոջ զրույց, խոսք, ասում է, մենք 4 պատերազմ ենք տեսել։ Եվ ասում է, ինչ մեղավոր է այն երեխան, որը ծնվել է կամ ես, որ ասում է 4 պատերազմ եմ ծնված օրվանից տեսել։ Ինչ հետաքրքիր է, անօրինակ ոնց ես անում, որ չես չարանում, երբ մեղադրում են մի բանում, որում մեղավոր չես, երբ չեն հասկանում են, ինչ ուզում ես անել, երբ չեն տարբերակում քո լավ քայլը ուրիշի թերացումից։ Կարողացա բացատրել։ Լուրջ, բնակ ոնց չես չարանում։ Գիտես, նախ խոսում եմ այն մարդկանց հետ։ Ես չարանում եմ մեկ-մեկ։ Ովքեր որ այլ ձև են մտածում, քան ես, այլ կերպ են տեսնում, այլ կերպ են ընկալում, քան ես։ Իմ համար այդ շատ կարևոր էր ու ու կլինի չբևերանալ։ Ոչ մեկից չզատվել, չլինել կողմնակալ ու հենց այդ առաջնահերթությամբ ես հասկանում եմ, որ դիմացինը ունի իրավունք այս բևեռացված իրականության մեջ չհասկանալու, մեղադրելու, չարանալու, որովհետև հեշտ չի այն ցավը, որ ասես եկավ ծառացավ բոլորիս իրականության վրա։ Ես հասկանում եմ, որ մարդիկ կարան խորքային չընկալեն, մեղադրանքներ ունենան, իրանք պարտավոր չեն բոլորը այդ ամեն ինչը հասկանալու։ Բոլոր կողմերից տեսնեն։ Իմ համար սկզբունքային էր ու կլինի խոսել են մարդկանց հետ, ովքեր որ ինձ շատ հարազատ են, շատ տարբեր են մտածում ու տեսնում իրականությունը։ Շատ տարբեր վերաբերմունք ունեն։ Նախ որ հասկանամ, գուցե ես ինչ-որ բան չեմ տեսնում, գուցե ես ինչ-որ մի բան ճիշտ չընկալեցի, եւ երկրորդը որ ինքն էլ ինձ տեսնի, գուցե ինքը ինչ-որ բան չի տեսնում ու գուցե մենք այդտեղ միանանք, որովհետեւ այդ բևեռացումը իմ համար ես նոյեմբերի 8-ին պարալիզացվել էի, չգիտեմ այդ ինչ ֆիզիկական դրսևորում էր իմ մոտ, ես չէի կարողանում շնչեի ու ես ուզում էի ուղղակի լացեի, որովհետև ես չէի լացել, ես ինձ թույլ չէի տվել լացել այդ ամբողջ ընթացքում։ Ես ուզում էի լացեի, որ մեջիցս դուրս գա, որ կարողանա այդ շունչս վերականգնվի։ Ու ես այդ պարալիզացիան իմ մոտ եղել էր հենց մենակ այն պատկերը տեսնելուց, որ մենք հեսա իրար կորցնում ենք ու հարցը ոչ երկիրն էր, ոչ հողն էր, ոչ տղեկն էին, հարցը մենք բոլորս իրար կորցնում ենք անվերադարձ։ Մենք հեսա սկսելու ենք իրար չտեսնել, իրար վրա քարեր նետել ու բայել հանուն ինչի էր սաղ։ Եթե պետք է իրար կորցնենք այսքան անվերադարձ։ Դե գիտես, իրականում
Հարցը նաև հողի ու քո արմատի մեջ է, էլի։ Հիմա դու որ չսիրեիր այդքան լեռները, դու որ ես մի մատերեխուն ունեցել ես Սարի գլխին։ Ում պատմես չի հավատա, կասես աղջիկը նորմալ չի։ Խոստում բարձրանալիս ով է հղի վերջին օրական հղի բարձրանում լեռ։ Դե իմ ամբողջ հղիության շրջանն է այդպես անցել ու ես չեմ փոշմանում։ Աստված իմ, նա անուղղելի է։ Ճիշտ է, երկրորդ անգամ նույնը չեմ կրկնի, ինչ ճիշտն է։ Շնորհակալություն։ Դա շատ դժվար էր, բայց այդ պահին, որ ես հիշում եմ, թե իմ համար ինչ ֆանտաստիկ էր իր իրողությունը, իրադարձությունը, ես պատրաստում էի տենց Կապանից մինչև Երևան ծննդաբերական ցավերը քաշելով գալ հասնել։ Ու մենք ճանապարհին զանգում էինք հասկանալու համար այդտեղից մինչև Երևան քանի ծննդատուն կա, որ բոլորը այցելելով գայր, մինչև որ հասկանան ինչքան կձգես։ Այս սկսենք սկզբից։ Քանի ամսականն է այդ ժամանակ։ 8 ամսական հղիություն էր։ Ես առավոտյան երբ Տեսլան ծնվեց, ջանամ, երբ Տեսլան ծնվեց, այդ առավոտյան պետքա իջնեի այդ մեր կեցավայրից եւ գայի Երևան։ Ու վերջ։ Ու այդպես պայմանավորվածություն ունեինք բժշկի հետ։ Պետքա գայի խելոքի ամեն ինչ առնա, երեխու ամեն ինչը դասավորի, տեղավորվի, նստեի սպասեի։ Երեխան էլ այսպես քո պլանավորման մեջ նստած սպասում էր թե դու երբ պետքա որոշես լեռներից իջնես ներքև։ Հա, երեխան գիշերը ասաց, մամ, ես ավելի շուտ եմ ուզում ճիշտն ասած։ Ու մենք գիշերը այդ տնից, որը որ գտել էինք ես ու Տեսլայի պապան, քանի մետր էր բարձր։ Ահագին, չէ՞։ Վաչագանից 3 կիլոմետր հեռավորության վրա, բայց հարաբերական բարձրությունը այդպես շատ բարձր չի։ Մեծ անմիջապես նայում է Սարին։ Սարի գլխին ու անտառի մեջ։ Իդեպ այն նույն վայրն է, որտեղ որ Համասյանը համերգ տվեց։ Okay, Համասյանը հղի չէր։ Ոնե այդ պահին։ Դե բայց ես էլ համերգ չէի տալիս։ Չեմ կարող, ետ տվեք մեր երեխային։ Ան, ու սկսեց փորի մեջ Տեսլան իր ասելիքը ասել։ Ու որոշեց, որ հենց այդ պահին մարդը պիտի ծնվի։ Ես չեմ պատկերացնում։ Ոչ ողենալու բան է։ Դե առաջին ինչ որ անհասկանալի զգացողությունից արթնացա։ Ինձ թվաց դա ընդամենը ինչ որ շանջույա։ Անցավ 20 րոպե կրկնվեց այդ շանջույը։ Հետո եւ ես սկսեցի կասկածել, որ ամեն դեպքում սա ծննդաբերական ցավին մոտեցող ինչ որ բան է։ Դու ցավադիմացք ունես։ Հա։ Ու նաեւ բավականին ստրեսադիմացկուն ու ադապտացվող, այսինքն երբեք իրավիճակի մեջ չեմ խոճապի մատնվում, էլի։ Okay, ես այս իրավիճակը, այս խնդիրը լուծում եմ գտնում հնարավոր տարբերակների մեջից։ Այդպես չէ, ոնց որ արդեն սկսեց նվազել ժամանակը, մոտեցավ ցավերը կրկնվելու այդ ինտերվալը, այս հաստատ ուրեմն ծննդաբերական ցավերը, իջանք, ճանապարհին զանգում ենք, այդ որ հասկանանք քանի ծննդատուն կա, ինչքան կարանք Երևան գնանք, բայց դա ամեն դեպքում ես հասկանում եմ, որ 8 ամսականում ինչ որ մի բան կարող է այն չի, ու հենց իջնում ենք, հասնում ենք Կապան, այնտեղ բուժկենտրոն ենք մտնում, որ հասկանանք էլի ամեն ինչ նորմալ է չէ։ Ժամը գիշերը 3-ն էր երևի։ Մտնում ենք այդ բուժկենտրոնը, լույս չկա, բանը Silent Hill-ի նման մի հատ ինչ-որ sense թրթռացող լույս է այդ միջանցքում։ Սարսափ ֆիլմեր է sense Մարդ չկա։ Գնում ենք ինչ-որ զանգում ենք, բան ինչ-որ մեկը մի կերպ քնաթաթախ վերակենում գալիս է, բան ինչ ա եղել, հա։ Ասում եմ ոնց որ 8 ամսական եմ, ինձ թվաց հա վերեսաբրնը մի հատ կարանք ստուգենք, sense շատ հանգիստ բան։ Հա, հեսա բան գալիս է հերթապահ բժիշկը։ Ստուգում են անում։ Ոնց մնացած ծնարանը բացված կունես։ Բայց չեմ կարա, մինչև Երևան ցավ քաշեմ, ասում աղջիկ ջան, հո դու խելագար չես, անցար ծնարան։ Քանի ժամ պետք է քշեիք մինչև Երևան։ Այն Դե ժամանակ երևի մի 4։ Հա, կարճ ճանապարհը կար, բայց դե չէ, էլի։ Ну, իրա պապայի քշելու դեպքում մի 4 ժամում կհասնեինք, բայց
Բայց պետք չէր որ մենք դրանց զգայինք, Որովհետեւ մեքենայի մեջ ավելի բարդ է ծննդաբերել խաչիկյան։ բայց այնքան հետաքրքիր է այդ պատմությունը, նայեմ ուրեմն հիմա Սարից իջնում ենք, դա պատկերացու, դա Սարի ճանապարհը, դա դղ։ Գիտեմ, ես պատկերացնում եմ։ Չկա այդտեղ ոչ մի ճանապարհ ու այն որ sense ցավս բռնում է 15 րոպեն մեկ, ասում հələ մի րոպե, մի հատ կանգնի։ Շնչում ես։ Հա, լավ եմ, չգնացինք, շարունակեցինք։ Ու sense ամեն այդ որ այդ քարերի դղ կոծները վրաս չազդեր։ Հետո բայց ավելի հետաքրքիր պատմություն կա, բայց ես համը սոված եմ մի րոպե։ Հա, դու կեր մի հատ ուզում եմ, տեսնա ինչ ես անում։ Խաղում ես դու Սիրուսի հետ։ Կյանքս դու գիտես դու ոնց ես ծնվել, այ տղա։ Այ թրապ, մտավ բարձի մեջ։ Զանգում եմ ընկերներիցս մեկին գիշերը։ Վիկ, ժամը 5-ն է։ Արթնացար, լսում ես։ Լսին։ Ես հիմա կապանում եմ, ծննդաբերում եմ։ Այդտեղ ցավերս արդեն 3 րոպեն մեկ էին բռնում։ Չեմ կարող։ Ուրեմն գնում ես մեր տուն, այն դարակը բացում ես։ Սրբիչը դրած է, երեխայի սրբիչը դրած է։ Այն չգիտեմ ինչերը դնում ես, այն պայուսակն ես վերցնում, փաստաթղթերը գումարը ես դարակում, այդի վերցնում ես, դնում ես ես մաս, այսա Լևոն Ձեձյան գալիս է Երևանով այդ պայուսակը գտած որ կա, ասում, վայ, մի րոպե, ինչ ա եղել, օնի, որտեղ ես, ինչ ա եղել։ Վիկ, ես եմ հիմա ծննդաբերում։ Լսի ուշադիր գնում ես վերցնում ես մեկ էլ խառնում ես մի րոպե ոստվո ջոնես ինչ ա եղել օնի լավ ես որտեղ ես Անետ ինչա կնոջ հետո ասում հələ մի րոպե պահին մտածելու կարողություն ու այդ բայս ինձ հələ մի րոպե լիք հետո վերցնում հոչ լսեցիր ծոմ ոյ մամա ջան օնի ահա լավ ցավ եմ քաշում հանգստացի այդպես Չէ նորմալ չի էս պատմությունը։ Բայց շատ եմ սիրում այս պատմությունը։ Կյանք մի արա հանգիստ թող։ Արի, արդեն բան ա եղել, հովացել է ջաշիկը։ Սիրուս գործի։ Շատ է խառացել։ Հա, շատ են հովացել։ Հա, լավ հովացել է, ես ոնց ուտում եմ, էլ տակ չի։ Ինչ խաղաղ կատու է Սիրուսը։ Դիմանում եմ ես բոլորիս։ Այդ շարքից մի հատ բան կա, ու ես արդեն ճանաչել են, արդեն հասկացել են ով է։ Բայց շատ անհասկանալի իրավիճակում, չհասկան որտեղից եմ գալի, այդ տունը գոնե լույս կար, գոնե ջուր կար, գոնե գազ կար, ոչ մի բան չկար այդ տունը։ Այդ հիմա է արդեն դառը տուն, այդ ժամանակ ուղղակի մենք մեր համար գյուղի բան էինք սարքել։ Высоцкий երկունի Соглашайся хотя бы на рай шалаше. Если тебя сверцу кто-то знает. Իմ ես նույնը բանն եմ, Սպլինի ռայվ շալաշերում շատ սիրում։ Մի խոսքով այդպես կարտոֆիլը փեջի վրա տաքացնել, մոմերով լույս ապահովել, այսպես էլի։ Հիմա ուզում են հասկանան, չեն հասկանում։ Լավ, հասկացան, որ ես սա կարող արդեն մռնչամ, սկսեցին կինոյից ու թատրոնից հարցեր տալ, այդ բուժքույրերն ու ընդունող բժիշկը, ու ես այդ ընթացքում դե պատկերացնում ես, ցավը արդեն բռնում է, ասենց մի հատ խփում ապիկին, բայց ենթադրում եմ։ Ասենց գոռում ես, որ պատերն ես բանում, այսպես Հետո ընթացքում մտածում ես, որ բայց հիմա ես ինձ adekvat չեմ պահում, բայց հիմա կարող է կողքի սենյակում ինչ-որ ծննդաբերած կինկա իր երախու հետ, նայ։ Ու հիմա կարող է ինչ-որ մի բան սխալ եմ անում, հիմա ասենց ինձ հետ եմ հավաքում։ Այսինչ հաճելի գույն ունեն ձեր պատերը։ Բայց ինչի՞ էր պետք քեզ այդքան անընդհատ հետ բերեր, որ ինչ ամոթա, որ քեզ չկորցնես, թե դու ինքդ քեզ Չէ, ինձ թվում է ուղղակի այդ ժամանակ քո օրգանիզմում այնքան միաժամանակ բաներ են արձակվում ու կատարվում, որ դու adekvatությունը կորցնում ես։ Դե այնքան adekvat ես եղել, որ ընկերներից մեկին խնդրել ես, որ բերի անհրաժեշտ պարագաները։ Եկեր։ Ինչ շատ կորցրել ես դեպքում։ Եկեր։ Չենք նայում, հանգիստ կեր։ Անի, մենք հզիրուցում ենք, դու հանգիստ կեր խալես։ Այդ պահը, որ ծննդաբերության այդ ամենադաժան պահը անցավ, երեխան ծնվեց։ Դա ամենադաժան պահը չի։ Դա Ես այդպես գիտեմ։ աստվածային պահն է։ Հա։ Մինչև այդ պահը գալը շատ դաժան է ու իրականում շատ դժվար է այդ պահին, բուն ծննդաբերության պահին, պահպանել այնքան գիտակցությունը, որ հասկանալ ինչ է կատարվում հիմա այդ ցավերի մեջ, այդ երկունքի ցավերի մեջ ինչ է հենց հիմա տեղի ունենում, բայց երբ որ դու մի պահ հետ ես բերում քեզ, հիշում ես, որ հիմա այդ լույս աշխարհ եկող մարդու համար էլ է դժվար ու շատ ավելի դժվար, քան քո համար, այդ պատասխանատվությունից մի հատ հավաքում ես քեզ ու
ֆանտաստիկ մի հատ բան ես դու հասկանում, որ հենց հիմա լույս աշխարհը գալիս նոր կյանք ու դու ես դա անում։ Երդվում եմ, դու քեզ զգում ես արարիչ, արարչին հավասար ինչ որ մի բան, տիեզերական ինչ որ սկիզբ ես զգում քեզ։ Այդ դաժան պահը չէր մի խոսքով ուզում եմ ասեմ, դա այն միակ բանն է, որ ես կուզենամ էլի կրկնվի իմ կյանքում։ Իսկ որ բերեցին Տեսլային դրեցին կրծքիդ։ Այսքան Տեսլային, բերեցին դրեցին կրծքին։ Հիշեցիր, որ կարող է ուղղակի 3 րոպե ուշ հասնեիր ու մնայիր ջամփեքին։ Չէ, դե այդ մեղքի զգացողությունը եւ այդ մտքերը շատ ավելի երկար, շատ ավելի դաժան ու շատ ավելի փուլային են եղել հետո։ Բայց այդ պահին չէ, այդ պահին ուղղակի դու երջանկություն ես ապրում այն նրանից, որ այդ լույս աշխարհ եկավ այդ կյանքը ու հիմա ինքը կա։ Մեղքի զգացումը հետո արդեն սկսեց տանջել, բայց շատ արագ էլ նաև վերացավ, որովհետև պարզվեց, որ իր շուտ լույս աշխարհ գալու պատճառը այն էր, որ ես ունեի պտղաջրերի վարակ, որը որ վիրուսի արդյունք էր, այսինքն 6 ամսականներ ես հիվանդացել էի, տաքություն էի տարել, այդ վիրուսը ներթափանցել էր ու մնացել էր։ ու տենց մնացել էր ու իրա շուտ լույս աշխարհ գալը իրա փրկություններ եւ ոչ թե հակառակը։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Հա։ Ու հետո ես սկսեցի արդեն իրեն ուրիշ ձև վերաբերվել, ես հասկացա, որ սա կոնկրետ հստակ նպատակադրված որոշել է ապրել եւ դա մի քիչ դժվար կլինի երբևէ իր կյանքում կոտրել։ Կարկաստու։ Անի դու մեզ սուրճ կտաս, չէ՞։ Ես սուրճ կտամ, դու կարող ես նույնիսկ ընտրել որ մեկը։ Ես տանում ունեմ ուրեմն Турկա է, չէ՞ դրա անունը։ Դրա անունը սրճեփ է։ Սրճեփ։ Ասում են турկա, որովհետև երբ որ Եմենից սուրճը, մեր էս համյուժը սուրճի մասին է։ Հա։ Երբ որ Եմենից սուրճը արդեն տարածվեց աշխարհով մեկ եւ բնականաբար Օսմանյան կայսրությունը, որպես ավելի մեծ տարածաշրջան, եւ քաղաքակրթություն տարածեց իրենով այդ սուրճը, դրա համար այդ սրճեփի անունը շատերը, ավելի շատ ռուսները ասում են այդպես։ Մի խոսքով, բայց տարբեր են։ Հովանեսյանը Անի Խաչիկյանը ջում բարբերաբար եփում է սուրճ բոլոր իր հետևորդների բոլոր սրճեփներով սովորեցնելով թե ինչպես է պետք սրճեփով եփել սուրճը։ Այնքան ձև կա, այնքան։ Ես էլ դե շատ լավ աշակերտ եմ։ Գնացի մի օր խանութ, ասացի մի հատ տեսնեմ, էլի սա ինչ է իրենց ներկայացնում։ Մոկան ես վերցրել մոկափոթը։ Վերցրեցի, ես կպատրաստեմ քեզ համար։ Այսօր։ Ասացի, հիմա ես էլ եմ արդեն կարողam նազովի նման սուրճ պատրաստել, բայց կարողացար։ Երևի էլ ես այդ գնալ ստուդիան հասկացա։ Նկատի ունեմ մարդ կա, որ մինչև հիմա չի հասկանում այդ ճնշման պահը ոնց է աշխատում, բայց հասկանա, պետք է նաև հասկանալ։ Ես մտածում եմ ֆիզիկայի օրենքն ստացվում է հերիքավոր խմում։ Դասի, չէ, այ հետաքրքիր տեղ եկան կա։ Մարդ կա, պետք է ինչ-որ բան անելուց առաջ հասկանա։ Մարդ կա անում է, հետո է անալիզի ենթարկում, մարդ էլ կա պիտի զգա։ Եթե ճիշտ զգա, սիրտը հանգիստ է, մտնում է այդ գործի մեջ։ Լինի գործ հարցած որ մեկն եմ։ Հա, ինձ հետաքրքիր, դու ոնց ես քո գործողությունները ընտրում։ Գիտակցությամբ, սրտով, թե քո քննելու կարողությամբ։ Շատ տարբերն է, բոլորին էլ տեղ ունեն իմ կյանքում եւ սրտում, հոգում։ Իդեպ եկեք մի հատ միասին ընտրենք։ Կա այսպիսի բակային, ներշենքային, արանքային sense ճանապարհ այս հատվածով։ Ես կողմեմ ներշենքայինին։ Ու կա սովորական ճանապարհ։ Դե ես կուզեի ներշենքայինը։ Թե եկեք ուրեմն գնանք այսպես։ Ես ավելի, ես կուզեի այստեղ մի պահ նստայինը։ Նստայինը։ Եկեք նստային։ Այստեղ նստայինը։ Հենվայինը։ Ինչ եղավ քեզ հետ, երբ Միտոան Արմանը քեզ հրավիրեց անհայտ բաժանորդը ֆիլմում խաղալու։ Եվ ինչպես եղավ։ Դե, եթե Միտոան Արմանի մասին ենք խոսում, ապա սկզբից քննարկեցինք ֆինանսական հարցերը։ Կներես Արման, բայց ճիշտ է արել։ Իսկ եթե խոսում ենք Արշալույս Հարությունյանի մասին, ապա եղավ տեսափորձ։ Վիդեոպրոբան թարգմանեցի հենց նոր on-line։ Հա, տեսափորձ։ Տեսափորձ եղավ, որտեղ այդ կերպարի համար փորձում էին տարբեր դերասանուհիների։ Իդեպ,
տարիներ անց բավականին ուշ ես իմացա, որ մենակ այդ դերի համար ա եղել այդ փորձը։ Մնացած դուք չեք ունեցել, չէ՞։ Ահա։ Եվ իմացա նաև, որ շատ լուրջ հակամարտություններ են եղել, թե Ես քվեարկել եմ քո օգտին ով պետք է լինի ու չեմ ափսոսում բոլորովին։ Բայց ես մի հատ բան պետք է խոստովանեմ այսօր խոստովանությունների օրը։ Ոչ մեկ չէր կարող իրականում այդ դերը ավելի լավ այդ ժամանակ Աղալ քան դու, որովհետև իմ կյանքի էտապը այդ շրջանում համընկնում էր իմ հերոսուհու շրջանի կյանքի այդ էտապի հետ լուրջ ես ասում։ Այդպես զուգահեռ, բայց մենք բոլորս էինք ոտ այդ ժամանակ, հիշում ես, բոլորիս կյանքում անտանելի անցումային փուլեր էին։ Իմ այդ ֆիլմով սկսեց ավելի վատ էտապ։ Հա։ Այնպես որ ես կլռեմ։ Հա։ Բայց բոլորիս մոտ էին խառը էտապներ ու Չէ, ինչ խոսք, անկեղծ եմ ասում, ոչ մեկ ավելի լավ չէր կարող այդ փորձը անցնել, քանի ես, որովհետև մեկին մեկ ես խաղում էի այն, ինչ որ իմ կյանքում կատարվում էր այդ ժամանակ։ Այսինքն ինչ է։ Արի չմանրան։ Չէ, չենք մանրանում, անուններ չենք տալիս, բայց հավատը քո կողքինի նկատմամբ եւ նրա տարօրինակ բանը մի քիչ ավելի բուրըն եւ խորքային իրադարձություններ էին իմ կյանքում իհարկե։ Բայց նույն կարգի ցավոտ։ Դե դրանից հետո նաև ինչ-որ ժամանակ հետո ավարտվեցին այդ հարաբերությունները։ Բայց ավարտվեց ֆիլմը մնաց, ասեկոսները մնացին իմ եւ Սոսի հետ կապված։ Ես չեմ լսել։ Որովհետեւ այդ շրջանում եւ ինձ մոտ եւ Սոսի մոտ նույն անցումային փուլներ։ Ճիշտ։ Դե լավ, հիշում ես։ Ո՞նց էսի, չէ, ես կներես զբաղված էի դերով։ Ոչ, դու էլ քո խնդիրներով էի զբաղված։ Ոյ։ Բոլորս էինք այդ ժամանակ խնդիրներով, չգիտեմ, շատ տարօրինակ շրջան էր։ Ու հա, երբ որ ֆիլմը եղավ, պրեմիերան եղավ, անցավ ինչ-որ ժամանակ, ես ու Սոսը մի օր պատահաբար այլ ֆիլմի պրեմիերայի ժամանակ իրար տեսանք, ողջունեցինք, ոնց ես, ոնց չես, այսինքն անցնում ենք, ասում մի րոպե կանգնեք, մի հատ նկարվեք, այսինքն կանգնեցինք, նկարվեցինք ու անցանք, գնացինք, հաջորդ օրը արթնացանք մի նոր սիրավեպի պատմությամբ։ Վայ լրատվականները, ես իրենց անունը որ իրականում այդ ֆիլմից հետո մեր մոտ սիրավեպ սկսեց ինչի պատճառով էլ մենք երկուսս էլ բաժանվեցինք։ Աստված իմ, մի բան ասեմ, օրիգինալ է պիտի գտնում եմ։ Այդպիսի սեր ես ուզում դու։ Հա, օրիգինալ սեր եմ ուզում, ինչ խոսք։ Դա։ Դե հա, ինչ է իրականությունը իրականում ու ինչպես կարող են մարդիկ այդ ամեն ինչը կողքից տեսնել։ Նայր, ես չեմ կարող մեղադրել, որովհետև երբ որ քիմիան լավ բռնում է ֆիլմում, մարդիկ դա միանգամից տանում են արտաքին աշխարհ։ Ես իմ բոլոր խաղացած դերերում այդ էտապում ենթադրում եմ կապել են, հիմա արդեն լավ չեմ հիշում, այն ժամանակ էլ սոցկայքեր չկային շատ։ Հա, բայց բնական է, հետո տեսնում եմ, որ ամեն մարդ իր ընթացքն ունի եւ իր ձևով է ապրում, ու ֆիլմը։ Չնայած նայր, Անջելինա Ջոլին եւ Բրեդ Պիտը միասին սկսեցին ընտանիք կազմել, հա, իրենց այդ ֆիլմից հետո, Միստր եւ Միսիս Սմիթից հետո։ Այնպես որ ինչով չէի կարող դու եւ Սոսը միասին լինել մեր ֆիլմից հետո։ Բայց ասում եմ զուտ ինչքան ափսոս էր մեր ողբերգուցի, չէ։ Նույնիսկ միասին Ամերիկա են գնացել, նազլ ավելի չես հիշում։ Չեմ կարող մոռանալ, որովհետեւ Սոսը առավոտվա 4-ին ափսեներ էր լվան, որ տանը մաքուր լինի։ Վայ, հա, այդ շատ կռիվեյանում, տղաջան կռիվ չէր անում, ուրեմն մենք բոլորս այս շատ համով պատմություն։ Բոլորս ասելով, չեմ հիշում քանի հոգով էինք արթուն, կարծեմ Լիալյաներ, Արշոներ, Մարջներ, ես էի։ Մինչև այն պահ, որ ես էլ արթնացա, հիմնականում բոլորը արթուն։ Ու Սոսը եկավ, սկսեց աղմկոտ ինչ որ մեղքի զգացում ուներ ինքը, ասում էր ես ոչ մի բան չեմ, դուք բոլորդ ինչ որ բան եք, չէ՞, ստանամ, ես ոչ մի բան չեմ անում։ Սպասեք, ինչ անեմ, հեսա ամանները կլվանամ ու սկսեց ամանները աղմկոտ։ Դե մենք էլ հռհռում ենք։ Առավոտվա 4։ Ու հիմա անընդհատ Լիալյան ասում է, երեխեք կոմած նոզ, երեխեք կոմած նոզ, իսկ իմ սենյակը մոտ էր խոհանոցի։ Այո, բոլորս վախենում ենք Նազանի Հովհաննիսյանից, որ հեսա չարտնանամեց։ Չէ, որովհետև իմ սենյակը մոտ էր խոհանոցի։ Ու մեկ էլ Նազը եկավ ու իմ համար այդ հետաքրքիր դրվագ էր, ես պետքա տեսնեի այն Նազանի Հովհաննիսյանը հիմա ինչ անելու Սոսին, ու Նազը եկավ։ Երեխեք դու խրկորելի ա, չէ, մի քիչ կոմած մարդ ենք ի վերջո։ Որովհետև առավոտ շուտ իրական Նազանի Հովհաննիսյանի։
Նեղացած ու մի քիչ նեղացած։ Չկորելի է, չէ՞ մի քիչ կոմ։ Ոչինչ, հաջորդ առավոտ իրական նազենին եկավ ասա։ Այն մյուս իրական նազան։ Հա, բադ բան չէր անում, թակարական լավ բաներ անում, բայց մի քիչ մեր քնի հաշվին։ Հետո էլ կասեն մի ծերացի հիշողությունդ ինչու լավ չի, ինչու ես ներվան, բա թողեք քնենք։ Իսկ դու հիշում ես, որ ես եկել էի ու չէի հիշում այդ կոդը ու ոչ մեկին չէի զանգել, որ չարտնացնեի ու լվացքատան պատուհանով էի մտել։ Խոմ երեխա չգիտի, որ Ամերիկայում դռները կոդով են, կարաս հավաքես, այդ անտերը բանալին վերցնես, հարցնել է պետք, հարցնել, ասել ես ուշ եմ գալու, տեղյակ պահել։ Մտնել նայել այդ ընդհանուր չաթում ինչա գրված։ Մենք անհայտ բաժանորդով գնացինք Ամերիկայում ներկայացում խաղալու, իդեպ այդ նույն ներկայացումը խաղալու ենք շուտով այստեղ Երևանում, հետո որից հետո էլի գնալու ենք։ Լավ է, չէ՞ որ վերականգնում ենք։ Ես էլ եմ սիրում եմ այդ, շատ եմ սիրում։ Լավ, քանի որ Խաչիկյան Անին մեզ խոստացել է սուրճ եւ ամենակարևորը։ Ես իրական ուրիշ բաներ էի ուզում խոստանալ, բայց կարամ չբացեմ դեռ ճակերտները։ Չէ, կգնանք հիմա այնտեղ կպատմես։ Ու ամենաշատը ես ուզում եմ շփվել նաեւ Տեսլայի հետ, որովհետեւ երբ մենք 19 թվականին նկարում էինք անհայտ բաժանորդը, Տեսլան իսկական փոքր ձագուկ էր, այսքան։ Նոր ծնված ու Անին որպես իսկական մայր հետը բերում էր երեխային նկարահանումներ, ինչ անեինք։ Տարբերակ չկար։ Որպես իսկական մայր կարար հրաժարվել դերից երեխային փոխել։ Որ ոնց պահեր առանց այդ դերի։ Բայց նա ավելի իսկական մայր գտնվեց։ Եվ շատ լավ արեց, որովհետև գնդի որդին եկավ ու մենք բոլորս վայելում ենք նա ու ես հենց գրկում էի, նա լռում էր։ Այո։ Բայց հիմա չգիտեմ։ Տարիներ են անցել, գնացինք։ Բայց ես ցույց եմ տվել քո հոլովակները, քո ու Սոնա Ռուբենյանի կամուրջներն եմ միացրել, ասել եմ նայ, այսպես գալու է, խոսելու ես հարցեր տալու, հարցերին եմ պատրաստ։ Անտանելի մայր է Խաչիկյանը, գնացինք Խաչիկյան։ Անի, ասա ինձ խնդրում եմ, ինչ տեղի ունեցա, որ դու այս տարի որոշեցիր պահել պահք։ Հասկացա, որ էլ չեմ դիմանում։ Ինչի՞։ Ամեն ինչին։ Դու գիտես, որ ես 2 տարի ու ավել նաև այդ թվում հարազատ եւ սիրելի մարդկանց կողմից հարցազրույցները մերժում եմ պատճառաբանությամբ, որ ես հիմա անցման փուլում եմ իմ կյանքի, ես process-ի մեջ չեմ կարող, չգիտեմ, չկա։ Դա ինչ փուլ է, դու փնտրում ես քեզ, թե փնտրում ես քո փնտրում եմ ինձ ճշմարտությունները, թե ես փնտրում եմ ինձ ու այդ անցման փուլը եկավ նախ շատ իմ համար անսպասելի է, որ ես հասկացա, որ իսկ ուր եմ, ով եմ, ինչի մասին եմ, ուր եմ գնում, ես չունեմ այս հարցերի պատասխանը։ Հետո շարունակվեց շատ խաղաղ, որ դե լավ, ընթացիր, մինչև կգա պատասխանը։ Բայց ընթացքում պարբերաբար անկումներ են լինում, ու այդ շրջանում ես որևէ մեկի հարցազրույցի հրավերին չեմ համաձայնել, ուղղակի դու Մեր կամուրջները հարցազրույց չի։ Ուղղակի դու ասացիր, ինչ ես անում երկուշաբթի, դե արի մի քիչ քեզ նկարի։ Դե լավ, դե որ ասում են սկսում են դրանից։ Դու չհարցրեցիր, ես չհարցրեցի լազը, որ ես հիմա չգիտեմ ինչի մասին խոսալու գիտես։ Չէ։ Նայր, կամուրջները Park House-ո հարցազրույց չի։ Կամուրջները այդեն մարդու այն կողմնային իրականության մասին է, որը եթե մի պահ վերանանք ու ենթադրենք չկան տեսախցիկներ, ասենք ես ու դու ոնց կզրուցեինք, չէ՞, նույնը։ Ու կամուրջների ստեղծման իմ դրդապատճառը հենց դա է եղել։ Ինչու, որովհետև լինի հանրայինի հեռուստադիտողը, լինի քո թատրոն եկող ու քո ներկայացումները նայող հանդիսատեսը, լինեն քո անգամ 1000 տարվա ծանոթները կամ կողքից քեզ հետևողները Instagram-ում, նրանք միևնույն է չեն ճանաչում Անի Խաչիկյանին իր ամբողջական գունապնակով։ Ու կամուրջները դրա մասին են։ Ռեպորտաժ չի, հարցազրույց չի, ինչ որ խմբագրած իրականություն չի։ Իրականն է հենց։ Կարող է ես սիրուն աչքով եմ մարդկանց ուզում տեսնել, բայց սրա մեջ ավելի շատ է իրականությունը, քան եթե տամ ես ապուշ հարցեր։ Չէ, դու իհարկե այդ առումով շատ սիրում մարդուն բացում ես, լավ նաև ճանաչելով իր անցած ճանապարհը։ Ու այս դեպքում հա այդ անցման
Հա, առանձին էլ կարաս ուտես։ Այդ անցումից դուրս չգալն էր նաև պատճառը, որ ես որոշեցի այս տարի պահքը պահեմ, հույս ունենալով, որ կգտնես ինչ-որ պատասխաններ գոնե կբերի բեռնաթափվեմ եւ ավելի շատ մտքերից եւ ավելի շատ գուցե ցավերից, գուցե չարացվածության ինչ-որ բաներ լինեն, չգիտեմ։ Հան, արի սենց ձևակերպենք։ Մենք անընդհատ փորձում ենք ինքներս մեզ ճանաչել եւ որոշ առումով փորձում ենք մեզ ճանաչել տալ, բայց միշտ չի որ մեզ հասկանում են։ Հիմա կարող ենք ասել, որ պահքի այս ուղին քեզ համար ինքդ քեզ հասկանալու առաջին հերթին եւ ինքդ քո մասին ուրիշներին հասկացնելու ուղի է։ Ցուցադրական է, չէ, արտաքին է, չէ։ Ուրիշների հետ կապված նայես, ես երբեք խնդիր չունեմ, միշտ գտնում եմ իմ կոմֆորտ մարդկանց, այդ իմ լույսիկները ես ունեմ, որոնք որ ինձ ամեն ձև են հասկանում, նույնիսկ ինքս ինձ չհասկանալուց են ինձ հասկանում։ Ես կարամ գնամ նստեմ ընկերների հետ, ժամերով խոսամ, ինքս ինձ հակասելով։ Այստեղ ես խոսամ, հետո ասեմ, բայց մյուս կողմից չնայած որ ու իրանք այսպես լույս նստեն, համբերատար, ասում դու հասկանում ես, ասում հա, ասում ես չեմ հասկանում։ Չէ, ինքս ինձ գտնելու, ինքս ինձ հասկանալու համար, ինքը արդեն 2 տարի շարունակվող 2022-ին է սկսվել, 2 տարի շարունակվող process է, չգիտեմ դեռ ինչքան կշարունակվի, ուր ինձ կտանի, ուր կհասցնի, բայց ինչու ոնտես նախորդած շատ համոզություն։ Բայց ես կարծում եմ, որ իրականում այս նման փուլերն են շատ կարևոր, ուղղակի պետք է առողջ ու կամային անցնել, որովհետև եթե դու ինչ-որ պահի հասկանում ես կամ մտածում կամ կարծում ես, որ դու ինչ-որ տեղ ես եկել հասել ու կարծրանում ես, դա էլ մի քիչ վտանգավոր է։ Կամ տեսակի հարց է, որովհետև ես հոսող եմ ավելի շատ։ Մի հարց տամ էլի, նայր, մենք օրինակ տարիների վեր անընդհատ աշխատում ենք տարբեր ոլորտներում։ Թող հանգիստ կրծոտի երեխեն, ոայ ինչ հայ մամաները հիշում ես, որ դու 1000 էիր տալիս իրան բանի ժամանակ։ Դրա համար է սովորել երեխեն։ Բալես դու իմ դասիրակած երեխեն ես, այդ հիշի։ Ու դու որ լացում էիր, ես քեզ գրկում էի, դու դադարում էիր լաց լինել։ Տեսա կգնաս Նազանի մոտ եւ գնաք իրար հետ միասին։ Իհարկե, իջը մարդել ինքը համաձայն է։ Չի կարելի հասնել։ Տեսլա։ Մի քիչ հետո մենք կգնանք միասին խաղալի։ Հա? Տեսա։ Պետք է ճիշտ հարցադրումներ անել, ճիշտ։ Սիրուն է, չէ՞։ Ինչն է սիրուն լույսը։ Ուզում ես, ինչ ես ուզում։ Նա։ Ուր ես ուզում գնալ։ Գնա։ Ուզում ես գնաս։ Արի կյանքս, արի քեզ մի հատ պատճեմ ու գնա դու։ Спасибо, Ստան։ Բայց դու բան չկեր արա։ Դե պակա։ Չգիտի որ չես գնալու, դրա համար հիմա քեզ հաջող չի անում։ Չէ, ինքը ինձ գրկեց, փաթաթվեց, գլուխը դրինք։ Բայց մեկ էլ խորոյին էր շատ սիրում։ Տղաներից, հա, խորոյին կոնկրետ են, որ ընկերաբար ձգտում էր այդ ես քան երեխեն։ Ան ինչն է ուզում հարցնել, այ դու հիմա տարբեր տեղերում հան նկարվում ես, խաղում ես երկու տարբեր ներկայացումներում, ինչ որ պրոյեկտներ, սոցկայքեր, չգիտեմ, ենթադրենք գովազդներ, տարբեր, տարաբնույթ։ Վաստակում ես գումար շատ կամ շատ քիչ, էական չի, մեր երկրում շատ չի լինում դա երբեք, բայց չես սպառվում։ Այսինքն այդ սպառվածությունը դու ոնց ես, երբ ես հասցնում լցվել, կարդալ, լռել։ Նախ չես սպառվում, ինձ թվում է շատ սուտ կրնի որ ասեմ, չէ, բնականաբար սպառվում շատ արագ ու շատ այդ վգարանիա որ ասում են հիմա շատ հաճախ է փուլային դա գալիս իմ կյանք, ես հասկանում եմ չես հերիքում, չեմ լցվում, չգիտեմ որտեղից այդ էներգիան պետք է վերցնեմ։ Նաև պահքը հիմա փորձում եմ մի քիչ զսպեմ եւ ինձ եւ իմ էմոցիաները եւ իմ շփումները եւ ամեն ինչը սենց բերեմ մի հատ ավելի սուղ վիճակի, մի հատ խելոքանամ զրկանքների եւ հաճույքներից հեռանալու կեղծ հաճույքներից ինչ որտեղ հեռանալու փուլ մտնեմ, իսկ ոնց եմ լցվում
Այնքան տարբեր է լինում նաս։ Կարա լինի հենց այսպես իրար հետ խոսալով։ Դու կարող ես գնաս, ես էներգիա ունենամ մի ամբողջ օրվա եւ շաբաթվա համար։ Ես կարամ էներգիա հավաքեմ հենց նրանով, որ ինչ որ մի բան եմ պատրաստում, որ պետք է ընկերներս գան ու համտեսեն, ու այդ ինձ այնքան ոգևորի այդ միտքը, որ ես մոռանամ, որ չեմ քնել, որ վաղ առավոտը եթերի եմ, այդ միտքը, որ ես ինչ որ մի բան եմ անելու, որ ընկերներս գան միասին նստենք։ Մենք հեսա դեգուստացիա ենք արել տոլման։ Պիրսինգով աղջիկը արել է տոլ։ Դեգուստացիա։ Շատ ման կարևոր բան է։ Դուք հիշում եք չէ՞ տոլմայի էքսպերտ եմ։ Այդքան լավ չէ։ Չէ։ Ինքը սովորաբար երբ որ դուրը գալիս է։ No։ Շատ լավն է, դուք։ Կարար ավելի լավ լինի։ Չէ, շատ լավն է։ Ոայ։ 10-ից 10։ Ինձ կարա լցնի արշավ գնալը, սար բարձրանալը, Տեսլայի հետ կարող է պահի տակ սենց ինչ-որ մի բանից մի հատ շատ կարևոր խոսակցություն ունենանք, որ ես հասկանամ, որ հենց հիմա մի հատիկ էլ քար դրեցի շատ կարևոր հենասյունային, այդ կարա լցնի։ Այո, դու խաղում ես ռեմարկի 3 ընկերոջ մեջ պատի դերը, հերոսուհին, որը ընդգծված ֆրանսուհի է, որը ընդգծված եւ կերպարդ եւ հենց բուն հերոսուհին ըստ ռեմարկի, գեղեցիկ վարվելած կերպով, հատուկ ժեստերով, ամենալավ ուտելիքը կերած, այն ֆրանսիական թեթևությամբ եւ նրբությամբ։ Եվ դու ինքնին քո Անի Խաչիկյան էությամբ լեռներ, արշավներ, բացարձակ անտարբերես հագուստների նկատմամբ, ովքեր քեզ ճանաչում են, դա գիտեն։ Երևի որ չամաչես ներկայացումներին կասես կլինի, ես այդ նույն շորով լինեմ, ոչ մի մտածեք ուրիշ զգեստի ու հագուստի մասին։ Հակա բարձրակրունկային մարդ ես, թեև շատ սազում են քեզ բարձրակրունկներ։ Նայր այդ երկու անտիպոդերը, հակադիր բևեռներդ։ Ոնց ես դու բերում ու օրինակ Պատրիսիայում դառնում պատ։ Եվ ինչու, որտեղից է լեռների նկատմամբ քո այդ սերը։ Մի հատ պատմություն պատմեմ, ուղղակի պատից կհեռանանք ու այս հարցիդ կպատասխանեմ։ Կասկածում էիր պատմես թե չէ այդ պատմությունը։ Չէ, մի քիչ պետք է այսպես գնամ կպնեմ էլի էմոցիոնալը տեղին։ Նախ մաման ու պապան արշավականներն եղել։ Այո, իրանք հանդիպել են հենց այդպես էլի, երբ որ իրենց արշավներից մեկի ժամանակ երկուսներ եղել են, հանդիպել են։ Ու ես մեծացել եմ արշավական ընկերների միջավայրում, որտեղ որ այո կապ չուներ ոչ հագուստը, ոչ մեյքափը, ոչ բարձրակրունկը, կարևոր էր մեկը գիտարը բերեր, մեկը երգել է իմանար, մի քիչ էլ տաքշոր։ Մեկը բերեր աղցանը, մյուսը թութունկը բերեր, ու հասկանում ես, կապ չունի թե որ մեկի տանը։ Ամեն մեկը մի բան կբերեր, իրենք կնստեին ընկերներով, կերգեին, կխոսեին, ուրախ ժամանակ կանցկացնեին, լավ բաներից կխոսային, որոնց մասին ես կլսեի փոքր տարիքում, այսպես աչքերով գնայի, կասեի, «Վաու, այս ինչի մասին են խոսում, այս մեծերի աշխարհ, այս գաղափարները, այս փիլիսոփայությունները»։ Երբ որ ես 19 տարեկան էի, պապան ինձ առաջին անգամ, ինձ ու աղբորս առաջին անգամ տարավ Արագած բարձրանալու, այս հետ էր նաև մեր բարեկամուհի չէ, բայց այդպես բարեկամական կապերով մի Ռուսաստանից եկած էլի հայ աղջիկ եկել էր Հայաստանը ճանաչելու, տեսնելու, զբոսնելու, ու մենք տարել էինք իրեն սարեր։ Ու ինքը ռուսերեն էր խոսում, այս հիմա կհասկանաս ինչի եմ ես մանրամասն ասում։ Մի խոսքով, իջա մեքենայից, լիճը անցանք, մի 200 մետր քայլեցի ու տապալվեցի, գրկախառնվեցի այդ մամրոտ քարերի հետ ու սկսեցի ոռնալ, որ այդ մեքենան հետ կանչի, ես հետ եմ գնում։ Չգիտեմ ինչ էր, սուրոթից էր, ճնշում էր, ինչ էր, ամեն դեպքում համարյա ծննդաբերական ցավերի նման սպազմ բռնեց մոտս, անհասկանալի է, ես շատ վատ ինքնազգացողություն ունեի, այդպես ընկա։ Պապան գլխիս կանգնեց, ասաց վեր կաց, սենց պետքա փչացնեիր, չէ, սենց հարամ պետքա, չէ, պարտադիր անեիր, վեր կաց, լեզ դեղը խմի։ Անտարբեր, գիտես, բացարձակ անտարբեր, այս աղջիկը կանգնեց, ասում է,
Что с ней, что творится, ей плохо, больно? Мне папа нас ничего. Сейчас либо она пойдет дальше, либо сдохнет. Կյանքում էլ է այդպես։ Ու ես կանգնեցի, ու ես բարձրացա։ Ու ես սովորեցի։ Դրա համար էլ սիրում եմ։ Դե նայեք, բայց մեր կյանքում էլ է այդպես։ Եվ պապան իհարկե, եւ այդ սարը բարձրանալու ճանապարհը ինձ սովորեցրեց։ Որ սարներ։ Արագացներ, իհարկե Չէ, նկատում եմ հենց լանջի մասներ, դեռ չէիք հասել։ Չէ, դա լանջն է, դա հենց լճի մոտ էր, այդտեղ վատացա հետ եկա կանգնեցի, բարձրացա մինչև հարավային գագաթը, իհարկե հարավային ամենացածր գագաթն է, բայց ես դեռ մենակ առանց պապայի հաղթահարեցի նաև բարձրը հյուսիսային գագաթը, բայց ես այնտեղ սովորել եմ, նազից դաստիարակվել եմ այդ ճանապարհի վրա որպես մարդ, որը որ կյանքի ցանկացած ճանապարհով ինքնուրույն կհաղթահար։ Պետքա անցնի կամ կմնա այդտեղ ու վերջ, ու պետքա շունչը փչի։ Իսկ եթե հələ շունչը չի փչա, վերկած քայլի հայդա։ Գիտես, ես օրեր առաջ իմ ընկերուհի Նարինե Սուլթանյանի ծնունդներ ու հիշեցի շատ հետաքրքիր դեպք, որ մի օր տարիներ առաջ ինստիտուտում էինք սովորում դեռ չէինք ավարտել։ Ձմեռ էր, ցուրտ, շատ ուժեղ ձյուն էր եկել, մենք ուսանող 100 դրամը գրպանից վաղուց վերջացել էր, որ չգիտես ոնց պիտի հետ դառնաս, մի խոսքով։ Ու կանգառում կանգնած էի, ոչ մի բան չէի ասել որևէ մեկին, չկար անգամ բջջային հեռախոս ասված, այսինքն կուրեկուր նայում էի, թե որ երթուղայինը պիտի գա, որ նստեի ու վերադառնայի տուն ու մեկ էլ մոտեցավ աղունջոցյան, ուղղակի քայլում էր ոտքով դեպի իրենց տուն։ Մոտեցավ, տեսավ ինձ, վայ Նազեն ջան, վայ ասի աղունջոցյա, պաչեցի բանն, ասաց լսիր։ Այսպեսի բան են ասում։ Ինչ ուզում է ժողովրդական խոսք ասում է։ Ինչ ուզում է քո կյանքում լինի, եթե հանկարծ ընկել ես, պետք է անպայման վեր կենաս ու արագ վազելով գնաս, չնայելով ցավին։ Չքայլես, ասում է, վազելով գնաս։ Ուրեմն Աղունջոցյան այդ պահին եկավ, հայտնվեց իմ կյանքում, դա ասաց ու գնաց։ Ասես ոչինչ չէր եղել։ Եվ ես չնայած շատ փոքր էի, նույնիսկ երիտասարդ չէի, փոքր էի, ինչ 16, 17 մաքսիմում տարեկան էի, այսպես կանգնած մնացի շիվար ու շատ բան հասկացա։ Այդ սիտուացիա կինոական կադր էր էլի։ Թե քո կյանքում այդ դրվագն է։ Այդ իմ լերն է եղել, իմ արագածի լանջն է եղել լճերի մոտի։ Հա, բայց այդ եւս մեկ բարձա մինչև էտել դրանից հետո լիքը եղել են։ Ու տարբեր մարդիկ անձինք, որոնք ապահիտա կարողա անսպասելի են եղել կամ գուցե կոպիտ, բայց ես նրանցից ավելին եմ սովորել, քան դե ոչինչ էտել։ Չնայած մի ասում են նեղացրեք մարդուն, գուցե նա Մոցարտն է եւ դուք կնեղացնեք ու նա չի գրի իր հանճարեղ ստեղծագործությունը։ Անկը պատմես ոնց է տրամադրվածությունը բեմի նկատմամբ։ Քեզ ավելի հարմարավետ է, երբ դու բեմում ես, ավելի հարմար ես ապրում բեմում, թե կինոյում։ Դե իհարկե բեմը թատրոնը իմ կյանք հետո եկավ, ավելի ուշ քան կինոներ ու կադրը ավելի ազատ չի թատրոնը ու շատ ավելի վախենալու էր սկզբից ես ինձ շատ փոքր էի զգում ես շատ ինձ կորցրած էի զգում բեմի վրա ինձ թվում էր ոնց անեմ որ չերևամ ինձ չտենան շուտ ինչ պետք է ասեմ խոսամ անեմ գնամ փախնեմ շատ վախենում եմ ես այդ մարդկանցից եմ վախենում բեմի չափերից է վախենում, հետո բեմական փորձ չունենալը մեկը իր ազդեցություն թողնում է, դու չգիտես ոնց շարժվես, դու չգիտես ոնց խոսաս, դու չգիտես ձայնդ ոնց տեղ հասցնես, լիքը գործիքներ չունես, ու հայտնվել ես մի հատ տեղ ոնց որ բան, այդպես падобытный кролик էլ հիմա ինչ պետք է։ Հա, փորձարկում է, բեմը փորձարկում է։ Դե սկիզբը վախենալու էր, բայց հիմա ես միանշանակ իրար մեջ չեմ ընտրի մեկը կամ մյուսը եւ նախապատվություն մեկին կամ մյուսին չեմ տա, որովհետեւ առանձին ամեն մեկը շատ եմ սիրում հարազատ են ու երբեմն այո բեմը նույնիսկ ավելի, որովհետեւ այդ կենթանի շփումը, այդ on-line զգացողությունը ինքը ուղիղ եթերի էլի զգացողություն ունի։ Եվ սկզբից մինչև վերջ խաղալը ամեն դեպքում քո կերպարը դրամատուրգիայի եւ ոչ թե մոնտաժային դրամաբանությամբ սկզբից վերջին տեսանը նկարվես։ Ու երբեք չգիտես ոնց կմոնտաժեն քեզ այդ ֆիլմը։ Հա, իհարկե այդտեղ ավելի հարմարավետություն կա, բայց դա կինոն եմ շատ սիրում։
Ինչն է օրինակ սիրում կինոյի մեջ։ Որ դեմքը սերևում է։ Հա, թատրոնում այդ խնդիրը ունենք բոլորս շիրը։ Որովհետև ես չեմ սիրում մեծ բաներ եւ մեծ խաղալ կամ մեծ ցույց տալ, որովհետև դա արհեստական է ինձ համար, այսինքն այդ թատրոնում ամեն դեպքում պետք է չէ մի քիչ ցույց տաս քո ապրումը հանես մի քիչ ավելի ֆիլմում ներսում պիտի ցույց տաս, որ տեսանելի լինի։ Ֆիլմում դու ավելի ներս ես գնում, դու ապրում ես դա ու կադրը ամեն ինչը բռնում է շատ արագ, մի միլիմետր ունքդ շարժվեց այս կողմ թե այն կողմ։ Ու դա ավելի իմ համար ավելի անկեղծ, ավելի բնական է, ավելի անկեղծ է, քան մեմում։ Դրա համար այդ ֆիլմն էլ այդ տեսանկյունից եմ կարոտում։ Գիտես, ես օրինակ թատրոնում ամենից շատ սիրում եմ ամեն օր սխալվելու իրավունքը, որը ֆիլմում չկա, երբևէ չկա։ Դե հա, ոնց որ ամենակյանքային տարածությունը թատրոնում է շատ վախենալու, որ դու գիտես, որ սա էր ու վերջ։ Չա, ու դու այս Ֆայնա Ռանևսկայայի ասած կներեք հավերժության մեջ թքելու պես է վատ ֆիլմում խաղալը, դա նրա խոսքերն են էլի իմիջ են։ Եվ ես օրինակ շատ եմ վախենում դրանից, մանավանդ հետահայաց երբ նայում ես, դու արդեն աճել ես, փոխվել է քո մտածողությունը, փոխվել է քո վարպետությունը, եթե այդպեսին կա առհասարակ։ Եվ դու նայում ես այն ինչ է իր արել ու ասում ես կամ զարմանում ես ինչպես եմ ես դա արել, կամ զայրանում ես ինչպես եմ ես դա արել, կամ անհամաձայն ես, կամ ուզում ես ջնջել այդ երիզը, որպեսզի այլևս ոչ ոք չտեսնի։ Իսկ թատրոնում դու տալիս ես էմոցիա, ու եթե անգամ սխալվում ես, այդ էմոցիան անկեղծ է ու հասնում է, հա, ու հանդիսատեսը շատ ավելի մարդկային է քո նկատմամբ, քան ֆիլմի դիտողը։ Հա։ Ու հետո երբ որ դու թատրոնում ես, բեմում ես սխալվում, երեք ընկեր աչքիս առաջ այդ հիշեցի, որ հաճախ լինում է դրվագներ ես ու ներս ինչ-որ մի բան սխալ ենք անում, այդ տեղում շարունակում ենք, իմպրովիզ ենք անում, չենք կանգ առնում, չենք խառնվում իրար ու վсё դու գիտես, դուք երկուսով իմացաք դրա մասին։ Որտեվ ձեր տունն է, ձեր խնդիրն է։ Հա, դուք իմացաք, դուք արագ տեղը գցեցիք, դուք անցաք առաջ, վերջ։ Ոչ մեկ դա չնկատեց կամ շատ չնչին տենց, բայց ֆիլմն էլ այդ վախն է, որ մի բան են չեղավ, հետո ամբողջ կյանք մնում է։ Օսկարը եւ Վարդագույն տիկինը շատ ծանր գործ է, շատ։ Թեթև ես կարդում, քեզ թվում է Վարդագույն բառն էլ է շեղում, բայց Էրիխ Էմանուել Շմիդտը, եթե ճիշտ եմ հիշում անունը, այնքան սիրուն լեզվով է ներկայացնում ամենածանր հիվանդություններից մեկը, քաղցկեղը եւ մանկական քաղցկեղը եւ ընդհանրապես մահվան մասին իր փիլիսոփայությունը շատ յուրահատուկ ձևով է տալիս։ Երբ որ ես առաջին անգամ կարդացի, բռնեց ինձ նրա վրա, ես լացում եմ գիրք կարդալուց, հա, ու այդ այնքան վաղուց չէր եղել, այդ փոքր ժամանակ է։ Երևի մեկ էլ Մարկեսի ժամանակ է այդպես եղել, ու մի անգամ էլ Հալեթ Հասեյնի ավելի փոքր ժամանակ։ Ու հիմա դու խաղում ես այդ ներկայացման մեջ։ Այդ ներկայացումը տեսելի եկանք մեր ընկերությանը, ինքը այո քաղցկեղ ունեցող երեխայի մասին է, բայց ինքը ապրելու մասին է այդ գործը, սովորեցնում է ապրել, անկախ նրանից քեզ ինչքան է մնացել ու թե ինչպիսին է քո կյանքը հիմա, բայց ինքը սովորեցնում է դրա մեջ ապրել։ Ու երբ որ 2021 թվականին մենք սկսեցինք խաղալ այդ գործը, ու մինչև հիմա խաղում ենք արդեն 4 տարի, ինքը իմ համար, նաև երեխեքի վստահաբար թերապիայի էր նման։ Մենք ամիսը 2 օր գնում էինք, դե ներսը հիմնականում ամբողջ ընթացքը ժամ եւ ավելին հիմնականում բեմում է, ես ավելի շատ ետնաբեմում եմ ու միշտ այսպես ետնաբեմում նստած սպասում եմ կամ իմ մուտքին կամ լսում եմ, որ մեջը լինեմ, դուրս չգամ։ Ու անկեղծ եմ ասում, այդ ներկայացումը, այդ գործը ինքը մեզ օգնել է, գիտես, այդ շրջանում շատ սովորեցրել է, մեր ձեռքը բռնել է 2021-ից մինչև այսօր այնպես չի, որ ավարտվել է մեր կյանքում արհավիրքների շրջանը ու շատ-շատ դեպքեր են այդ ընթացքում եղել,
բայց մենք գնում էինք թատրոն, այս ներկայացման ժամանակ նորից սովորում էինք ապրել այդ 10 տարեկան քաղցկեղով հիվանդ երեխու հետ, որովհետև դրա մասին էր։ Ես չգիտեմ, օրինակ, ինչպես կկարողանայի անցնել այս շրջանը, եթե այս ներկայացում չներ, բայց այս ներկայացումը ինձ օգնել է միանշանակ, որ հետ պատերազմյան շրջանը, այդ ստրեսային, այդ տագնապների ծանր ընթացքները, ամեն անգամ գնամ ներկայացմանը, ասում է Ռոզատատիկը ինձ նվիրեց այն բույսը, որը դու էիր տվել, որը դու էիր ստեղծել։ Նրան տրված էր ընդամենը 1 օր։ Մենք այդ 1 օրվա ընթացքում ջրեցինք, տեսանք դրա ցողունները, տերևները, հետո ծաղիկը, հետո հոп, օրվա վերջում ամեն ինչ ավարտվեց։ Սկզբից թվում է, թե մանր ու դալուկ մի ծաղիկ է, ոչինչ ընդհանուր բաոբաբի հետ, բայց նա բոլորիս աչքի առաջ խիզախորեն կատարեց իր բույսի պարտքը ոչ պակաս, քան որևէ խոշոր նմուշ։ Ու ես հասկացա, որ կյանքի համար չկա ուրիշ լուծում, քան ուղղակի այն ապրելը։ Անկախ քո մասշտաբից։ Տեղից, չափից, որակից, երբեմն մեզ ուղղակի սովորեցնում էր ապրել։ Ու շարունակում է սովորեցնել։ Անի մենք իդեպ կներես նույն սա ներսի տեքստն է իհարկե, ու նույն ներսի էլի տեքստերից արդեն Ռեմարկի 3 ընկերոջ ներկայացման մեջ, երբ որ ինքը որոշում է կայացնում ապրելու եւ երջանիկ լինելու, անկախ նրան թե ինչ ժամանակի ու իրավիճակի մեջ է, ասում է վերջ, ես որոշել եմ երջանիկ լինել։ Պետք է բռնես երջանկության ձեռք այնքան որքան կարող ես, այնքան որքան ուժդ կպատի։ Ինչ սիրուն հորիզոններ ունես, Անի ջան, դու քո տնից։ Արի խնդրենք, որ այս տանտերը ամեն դեպքում մարդասիրական ժեստանի եւ վաճառի ես վարձով տունը քեզ։ Վայ, շատ սիրով, ես կուզենայի այստեղ ապրել, որովհետեւ շատ էներգիան իմն է այստան։ Լավն է, հորիզոնը բաց է։ Մենք իրականում հիմա խոսում ենք ընդհանրապես տեսադաշտի մասին։ Տասես ինձ ինչն է հայերիս խանգարում, որ մեր տեսադաշտը լինի բաց։ Գաղափարական տեսադաշտը։ Նախ գաղափար չունենալը։ Հա, չէ։ Չունենալը գաղափար, եթե դու չունես մի տեսլական, նազանի հովանեսական բառ ասացի։ Տեսլական։ Տեսլայանը մեջը կա։ Ես տեսլա ունեմ, բայց տեսլական չունեմ օրինակ։ Եթե դու չունես ինչ-որ գաղափար առհասարակ, ինչին ես նայում, ոնց ես բաց նայում կամ փակ նայում։ Մենք ունենք, մենք չունենք ոչ մի գաղափար, ուր ենք գնում, ինչի մասին ենք, որն է մեր խնդիրը առհասարակ, նույնիսկ խնդիրը ձևակերպված չի այսօր մեր։ Որն է մեր խնդիրը, որ չենք կարողանում մեր ունեցածը պահել ու զարգացնել, թե որն է մեր խնդիրը, որ չենք հասկանում ինչն է խնդիրը։ Որն է մեր խնդիրը, որ չենք հասկանում առհասարակ ինչն է խնդիրը, սկսենք այդտեղից, եւ այսպես մի ամբողջ շարն է գալիս, ով ենք եղել, ենք կամ կլինենք, ու այդ 3 տարբերակից որն ենք ուզում ընտրենք։ Իբրև անհատ, ազգություն, թե ժողովուրդ։ Դե մեկը մյուսի են փող լրացնող եւ փող կապակցված են իրականում։ Եղբայր, մենք ունենք անհատներ, որոնք ընտիր ընտրում են X երկիրը, ապրում են եւ համարում են, որ իրենք շատ լավ որակով կյանք ունեն։ Մենք ունենք ժողովուրդ, որը անում է ընտրություն եւ այդ ընտրությունը միշտ չի, որ մեզ տանում է լավ տեղ։ Եվ ունենք ազգություն, որը շատ բազմաշերտ է, ու մենք մինչեւ հիմա չենք հասկանում ասել քեզ ինչի մասին ենք ձգտում։ Նույնիսկ չեմ ասում ինչին ենք ձգտում, այլ ինչի մասին ենք ձգտում։ Դե հենց այդ մասինը ձևակերպված չի ինքը այդ չկա։ Եղել է ինչ-որ ժամանակ, օրինակ Զաբել Եսայանի դասախոսությունն էի կարդում, գրքի փառատոնի ժամանակ Վահան Ստեփանյան որոշել էր գլխից մի հատ մեծ ֆարս խաղար, արևմտահայերենով 40 էջանոց Զաբել Եսայանի Մատնայ 1916 թվականի սկրինը հետաքրքիր աշխատություն է, թե լիքը բանկայից համաձայն չեմ։ Հայ թուրքահայ գրողները իրանց մասին ու իրանք ինչի մասին էին։ Իրանք գոնե հələ պահպանելու, վեր ծանելու, վերհանելու մասին էին ինչ որ չափով այդ մտավորականությունը
ինչ որ չափ տեղի ճնշումներին եւ բռնագրավումներին պահպանելու այն ինչ որ կա, այն ինչ որ իդենտիկա, դրա մասին ենք մենք, ինչի մասին ենք։ Ու որ ժամանակի մեջ, որովհետեւ հա Տիգրան Մեծի ժամանակի մասին հիմա նստել խոսելը դա անհեթեթություն է, Մանավանդ որ դա նույնքան փոշիացավ, ինչքան որ կամ վաղը Բաքվում չայ խմելու մասին խոսելն էլ ապագայի տեսքով եւս անհեթեթություն էր ու ավելի հիմա քան 3 Դուք անգամ Երևանում այսօր չեք կարողանում ձեր թեյը ապահովել։ Այդ դեպքում գոնե ձևակերպենք ներկան որտեղից սկսելով գուցե ինչ որ բաներ կա որ պետքա վերցնել հետհայացով ունենալ հիմք, դրա վրա կանգնել, դա ճանաչել, դա սիրել, դա պահպանել, զուգորդելով իրականության հետ, որը չգիտեմ ինչպիսին է, ինչ որ ձև փորձել մղվել առաջ, եսի։ Սոցկայքերը խանգարում են մեզ թե օգնում, որպեսզի մենք ճանաչենք մեզ իրականությունը, մեր ունեցած լավ ու վատ կողմերը։ Շատ հակասական կարող են օգնել, կարող են այնպես շեղել, որ դու քեզ էլ կորցնես, որովհետև հիմա իդեալականացված կերպարներ են, չէ, եւ գեղեցկության իդեալականացումը, եւ ծնողավարության իդեալականացումը, մենք ամեն ինչ հասցնում ֆանտաստիկայի ժանրից է։ Նայում ես խոհանոցը մաքուր լպստած, արևը հատուկ դիրքով ծագել է, որը այդ պահին ինքը անի իր խոհարարական ռիլը, ու ես նայում, ես երեխա չունեմ, նայում ասում, կեցեք։ Մենք ամեն ինչ հասցնում ենք, մենք ամեն ինչ կարողանում ենք, մենք ամենագեղեցիկն ենք։ Ու դու մեղքի զգացում ես, չէ՞, ունենում, որ դու չես հասցնում այդ։ Ու դու նայում ես, ասում ես, նա կարողացավ սա, եսը պետք է կարողանամ, մի րոպե, բա ես ինչ ինձ մոտ չի ստացվում սա, ու այսպես մոռանում ես նախ դու ով էիր, դու ինչի մասին էիր, ինչի ես քոնը մոռացել, ինչի քո յուրահատկությունները չես զարգացնում շարունակաբար ու նայում ես ինչ որ մի հատ սոցիալական ցանցից եկած ինֆորմացիա, որը որ քեզ ճնշում է ու գայթակղում է, ինչա դա։ Բայց իհարկե ինչ որ տեղերում միանշանակ եթե դու կարողանում ես գրագետ օգտվել, ինքը կարող է օգտակար լինել։ Անի, որ եկեղեցին է սիրում ու ուր ես գնալու պատարակների։ Վերջին կիրակին, արդեն Զատիկի կիրակին դիմավոր ենք Խուստուփում, այնտեղ ճաշատեսակները պատրաստելով ու եթե տարածքում ինչ որ հետաքրքիր մի եկեղեցի գտնենք, կարելի է գնալ այնտեղ։ Այսինքն պահոց շրջանը կարևորվում է ոչ թե սննդակարգով ու միայն ներհայեցողությամբ, ինքդ քեզ վրա արած աշխատանքով, այլ նաև մանավանդ վերջին զատկական կիրակին գոնե լինելով պատարակին, դու քո խոսքի մեջ ամենասկզբում ասում ես չզատենք, այդ համերաշխության եզրը գտնենք իրար մեջ իրար համար, այլ կերպ ձևակերպեցիր, ես եմ այսպես ասում, բայց զատիկ նշանակում է զատել։ Զատել լույսը խավարից, զատել սխալը ճշտից, զատել քո մեղքը, չասենք ուրիշի, լավ քայլից ու արարքից, նաև քո նկատմամբ։ Հիմա ոնց մենք գտնենք ճշմարտությունը եւ ինչպես առաջնորդվենք, եթե չզատենք մեր մեջ։ Ես ունեմ այդ հարցի պատասխանը։ Կներես, որ հիշել էի։ Այսպես իմ մեջ, չէ, շատ հետաքրքիր է իրական զրուցում։ Ես հիմա կարդում եմ նաև մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան, որ հասկանամ ի վերջո գրագետ փորձեմ այս ճանապարհը անցնեմ, ոչ թե ուղղակի այդպես սննդակարգով կամ իմ պատկերացումներով։ Ես չեմ կարդացել դեպ Աստվածաշունչը, հղումները Աստվածաշնչից են բնականաբար, որովհետև խորհուրդները նաև այնտեղից են, առակները, խորհուրդները, իմաստը ու ես շատ լավ տեսնում եմ ու հասկանում եմ ոնց է բացատրվում խաղաղության կորուստը մեղք գործելու արդյունքում, երջանկության կորուստը իրական երջանկությունից հեռանալու եւ արհեստական երջանկությունների հետևից գնալու արդյունքում ես կարդում եմ, ես հասկանում եմ, որ հա ես սա փորձարել եմ, ես սա գիտեմ ու նաև հասկանում եմ, թե ինչ է նշանակում իմաստության պտուղը, որը որ պետք չէր ճաշակել։ Հանգիստ ապրում էինք էլի։ Եվ այն մեզ զրկեց դրախտից։ Հասկանում եմ ամեն ինչը, բայց մեծ հաշվով եթե ես կամ դու ընտրենք այդ ճանապարհը, լուսավորման ճանապարհը եւ դրախտի վերադարձի ճանապարհը, ապա դա 45 օրով չի, դա մի հատ պահք պահելով չի, առասարակ մենք իրավունք չունենք հիմա նկարահանում անենք ըստ այդ կարգի եւ չկա նման բան։
Ամեն մարդ իր ուղին է անցնում։ Եվ եթե դու կարող ես քո հետևից ստանել եւս մեկ հոգու, բայց եթե դու ուզում ես այսպես մաքրամաքուր գնաս եւ չճաշակես այդ իմաստությունը եւ կեղծ ոչ մի բանի չտրվես, ապա դու այս աշխարհից պետք է կտրվես։ Դե լավ։ Եթե դու կտրվես աշխարհից, իհարկե դու կկարողանաս կտրվել քո մեղքերից։ Բայց եթե դու կարողանաս մնալ աշխարհի մեջ ու բռնել լավ ուղին, մաքուր, այդ է ուժը։ Նույնը դու չես կարող առանց մեղքերի, որովհետև ամենափոքրիկ դետալներում հա չես կարող, բայց մենք անընդհատ մեղքեր ենք անում, որոնք ըստ գրվածքի, ըստ պահանջի եւ ըստ հոգեվորության իրականում բացատրվող։ Դու նախանձում ես հիմա։ Չէ, ես չեմ նախանձ։ Դու չարախոսում ես ինչ որ մեկին։ Չէ։ Դու բարկանում ես հանիրավի։ Բայց ես կարող եմ վատնել։ Ում։ Սնունդը օրինակ, կամ ջուրը։ Որտեղ վատնես։ Վատնեմ, ուղղակի գնեմ, չօգտագործեմ եւ դեն նետեմ։ Ստացվեց, որ մեկը մեղավոր ենք բոլորս ինչ որ չափով, մեր կենցաղում էսպես թե այնպես։ Դե այդ տրամաբանությամբ դու քայլում ես գետնով, որի վրա կան մրջյուններ։ Դե մեծ չէ, ծայրահեղության մեծ հաշվով, հա, մեծ հաշվով այդ լուսավորման գալը կամ քրիստոնեական խոսքով դեպի դրախտ վերադառնալը, հա, այդ որ մենք մեղքերից եւ իմաստության պտղից չենք օգտվում, մնում ենք այդ երջանկության, իզաբիլիայի եւ խաղաղության մեջ, դա նշանակում է չապրել այս իրականության մեջ։ Ես այդպես եմ անցալում։ Իսկ ես հասկանում եմ լրիվ հակառակը, դա նշանակում է ապրել լիաթոք ու լիարժեք ու փորձել այդ լիարժեքության մեջ գտնել այն ճիշտը, սիրունը, մաքուրը, ինչքան որ դա հնարավոր է։ Բայց դու ցավեր ապրում ես, չէ՞։ Ես ապրում եմ ամեն ինչ, անգամ բարկությունը։ Թող դա լինի անունը մեղք, բայց էտա քո ուղին։ Դու չես կարող քեզ բացառելով մաքրվել։ Ես էլ այդտեղ գալիս եմ, որ թողես մի հատ գա մտել, սա գալիս եմ հասնում։ Եթե դու մեկուսացնես քեզ աշխարհից, այդ չի նշանակում, որ դու մաքուր ես, դա նշանակում է, որ դու քեզ մեկուսացրել ես։ Ահա, հիմա ես ուզում եմ գայ հասնել այդ քո ասած կետին, մեծ հաշվով։ Ես ընկալեցի այսպես, որ բացարձակ մեկուսացումը եւ մեղքեր չգործելը, դա նշանակում է այսպես նստել վանականի նման, աղոթել, անընդհատ աշխատել քո հոգեվոր բանի։ Բայց վերջ, դրա մասին է, դու նվիրում ես քո կյանքը այդ հոգեվոր ուղուն։ Եվ քանի որ ես իմ կյանքը չեմ նվիրում այդ հոգեվոր ուղուն, բայց ես միևնույն ժամանակ փորձում եմ բալանսավորեմ իմ հողեղեն մարմինը եւ իմ հոգեվոր մարմինը, ես ապրում եմ այս իրականության մեջ, որտեղ այո, ես կգործեմ եւ մեղքեր, որոնց դիմաց այո, ես կցավ եւ զրկանք կապրեմ, որը որ կտա ինձ իմ փորձառությունը, որը որ կտա ինձ իմ իմաստությունը, որը որ ասել է ձեռք չտաս, բայց ես այս կյանքով եմ ապրում եւ ես այստեղ եմ եկել։ Այս պայն պիտի լիներ այստեղ Վահե Բեգոյանը եւ մենք շարունակեինք հավատքի ուժը։ Բայց գիտես ինչ, ես իրականում չար ու բարու այդ հակամարտությանը չեմ հավատում։ Անկեղծ եմ ասում։ Իսկ ինչին ես հավատում։ Ես հավատում եմ դրանց միասնության ու համագործակցության գործընթացին։ Այ այստեղ հաստատ պիտի լիներ Վահե Բեգոյանը, որ իր ձայնով ինչպես կարելի է նման բաներ ասել, հենց չարի արկայությունը ստեղծեց Քրիստոսի ու կհամոզել։ Չարի արկայությունն է թույլ տալիս արժևորել բարին։ Եթե դա չլիներ, դու ինչի հիման վրա ես չափելու, որ սա բարի է կամ սա լավն է։ Այս շատ երկար եւ դավանաբանական եւ փիլիսոփայական եւ երկար ես չեմ հավատում, որ արդարություն գոյություն չունի։ Երբ որ մարդիկ ասում են, ո՞րն է այստեղ որ արդարը, այ անարդար էր այս որոշում, այ անարդար էր իմ հանդեպ, անարդար էր մեր ազգի ճակատագիրը, անարդար էր։ Իմ համար ամեն ինչ արդար է միշտ, որովհետեւ ես պատասխանատու ես քո արարքների։ Որովհետեւ նույնիսկ հիմա երբ որ ես այդ գիրքը կարդում եմ, հասկանում եմ, որ յուրաքանչյուր գործողություն ունի իր պատճառահետևանքային կապը, ու եթե դու ինչ որ միտեղ քեզ միամիտի տեղ ես դրում, մտածել ես, որ սա որ այսպես արեցիր, հետո ինքը ինչ որ մեկին ցավ պատճառած ու դրա արդյունքում հետ եկավ քեզ, դա շատ արդար էր։ Գիտես, մենք միշտ փնտրում ենք Աստծո մեջ մեր մեղքերի չակերտավոր պատիժները եւ ասում ենք, այ ինչու է ինձ պատժում ու միշտ ինչույով, ինչու հենց ինձ եւ այլն։ Եվ երբեք չենք անդրադառնում մեր ընտրություններին, որ մեր ցանկացած ամենափոքր ընտրությունը մեզ բերում է քո ասած այդ պատճառահետևանքային կապին։ Մենք ենք մեզ բերում։ Եվ Աստված այդտեղ ոչինչ չի անում, ինքը իր համար լուր, իր համար հանգիստ խաղա, ոչ պատժում է, ոչ բուժում է։ Ընդհանրապես եթե շատ ես ուզում իմանաս, կարող է ցույց տալ ճանապարհը, թե ոնց այս կետից հասար այս կետ։ Ընդհանրապես փորձելով ամփոփել, թե քեզ հետ կարելի է այսպես հավերժ ու հաճելի զրուցել բոլոր թեմաներից, բոլոր։
անխտիր կերպով։ Ինչ ես դու կարդում, բացի հոգևոր գրականությունից, եւ ինչ կարող ես ասել այն աղջիկներին, որոնք բաժանության եզրին են կամ բաժանվում են, ինձ այնքան են գրում։ Նայ, ես ոչ ամուսնացած եմ, ոչ էլ բաժանված եմ եղել, բայց ինձ շատ են գրում։ Ու ես մեկ-մեկ չգիտեմ արդեն թե ում ինչ խորհուրդ կարող եմ թույլ տալ ինձ ասելու, որովհետեւ նախ մեկը լինի ինձ խորհուրդ տա եւ երկրորդ չգիտեմ։ Նայես մեծ հաշվով ես էլ առավել եւս թույլ չեմ տա ինձ խորհուրդ Դու կարող ես, որովհետեւ մայր ես, որովհետեւ պետք է խորհուրդ տալու համար գոնե թե ունենաս դրական փորձ։ Ամենակիչը դրական փորձ ոչ ոք դրական օրինակ միավոր ընտանիքի տեսքով, բայց ես չունեմ ոչ դրա համար դրական փորձը ոչ դրական միավոր ընտանիքի տեսքով։ Ես կարող եմ ասել, որ ամեն դեպքում չընկճվեն, ոնց չընկճվեն։ Եթե բաժանվել են արդեն, եթե այդ քայլը գործել են, վերջ ուրեմն էլ ինչ ընկճվել է։ Այսինքն դու քայլ ես արել, դու որոշումը կայացրած է արդեն, դրանից հետո եթե դրանից հետո իմ մասին ենք խոսում, թե ոնց եմ ես օրինակ անցել, երբեք այդ ճանապարհը եւ այդ ընթացքը հաճելի չի։ Չեմ հավատում, որ հնարավոր է բաժանության ընթացքը թեթև հեշտ կամ հաճելի անցնել, դա շատ ծանր ընթացք է ամեն դեպքում։ Դե հա, ինքդ քեզնից էլ նաեւ մասամբ առանձնանում ես, փոխվում ես։ Եթե չեր մնացել այլ տարբերակ, այլ բուժման, առողջացման հնարավոր ելք, ու արվել է քայլը, ապա պետք է ուղղակի անցնել։ Անցնել անկումներով, անցնել անդունդներով, անցնել ցավերով, անցնել մեղքի զգացումներով, ու այդպես շարունակ արժեզրկումներով, հետո նորից կանգնել ու անցնել առաջ։ Ինչ որ մի հատ պահի այդ անցումները կբերեն նրան, որ կհասկանաս, որ անցնում ենք առաջ լավ։ ինչպեսին պիտի լինի քո տղամարդը։ Արդեն հիմա, այ հիմիկվա քո մտածողությամբ։ Կամ ինչպեսին պիտի չլինի։ Պետք է կարողանա սիրել։ Գիտես, սիրելը առհասարակ նենց չի, որ մարդուն բոլոր մարդկանց մոտ է ստացվում, տղամարդկանց մոտ էլ մասնավորապես բարդ է, բայց պետք է կարողանա սիրել։ Ինձ թվում է այդ մի դրվագը շատ կարևոր ամեն ինչ տեղը կդնի։ Անուլի, Սիրուն իմ Խաչիկյան, ես շատ ուրախ եմ, որ 2019 թվականին դու մի քիչ կասկածամտությամբ, մի քիչ քո կարծիքները մեջից խճողած եկար մեր ընդհանուր ընթերցմանը, առաջին մեր չիտկաներ եւ այդ անհայտ բաժանորդի, ու ես հիշում եմ, ես էլ էի մի քիչ կակտուսային, թե, բայց գուշ կակտուսային, որովհետեւ վստահ եմ, որ դու ունես քո կակտուսները։ Ես շատ ուրախ եմ, որ այդ օրը մենք մեր փշերը թողեցինք հանգիստ, ընդ որում բոլորս։ Եվ էլի հետաքրքիր այդ ժամանակ էլի համերաշխության յուրահատուկ ակտ էր, դա 19 թվականներ։ Եվ հետաքրքիր է անցան տարիներ 2025-ին այդ ներկայացումը նորից վերականգնվում է։ Եվ էլի յուրահատուկ ակտ է, համերաշխության ակտ։ Հա, շատ կարևոր է իրականում։ Ես մեզ մաղթում եմ այդ համերաշխության մեջ իրար գտնելու, այլևս չկորցնելու ու իրարով մեր երկիրը վերականգնելու ու վերագտնելու կարևոր սկզբունք։ Միանշանակ, որովհետև եթե մեկ-մեկու հանդեպ հոգատարությունը չվերականգնվի, մնացած բոլոր օղակներն էլ կշարունակեն ախտահարված մնալ։ Մեյ այո, հակացիք, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Կամուրջները լինում են տարբեր, խառը, յուրահատուկ, մի քիչ երերուն, երբեմն շատ հաստատում, բայց կարևորը իսկական ու ազնիվ։ Կհանդիպենք։